Մի վեհաշուկ առանձնատուն թաքցնում է մութ գաղտնիքներ իր շքեղ ճակատի հետում։ Երկու երկվորյակ քույրեր բացահայտում են, որ ընտանեկան կապերը կարող են լինել թե ուժ, թե վտանգավոր թակարդ։ Ընտանիքի անցյալի մասին ճշմարտությունը կարող է ավելի թանկ արժենալ, քան նրանք պատկերացնում են։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Արը մայր էր մտնում մայրաքաղաք Երանը շրջապատող բլուրների հետում, երբ վարդուհին փակեց այն փոքրիկ տան վարագույրները, որտեղ մեծացրել էր իր երկվորյակ դուստրերին։ Նրա մատները թեթակի դողում էին, ինչպես միշտ պատահում էր մթնշաղին, երբ Ալեքսանյան առանձնատանը անցկացրած տարիների հիշողությունները վերադառնում էին նրան հանգիստ չտալու։ Գրեթե 2 տասնամյակ էր անցել այն օրվանից, ինչ նա հեռացել էր այդ վայրից, բայց անտեսանելի սպիները մնում էին նույնքան թարմ, որքան առաջին օրը։ Անին Օֆելիան, որոնք այժմ 17 տարեկան էին, մեծացել էին լսելով իրենց մոր պատմության միայն առանձին պատառիկներ։ Վարդուհին միշտ զգույշ էր խոսքերի մեջ, ընտրելով դրանք այնպես, ինչպես ականապատ դաշտով քայլողը։ Երբեք մի վստահեք նրանց, ովքեր ժպտում են բարձունքից, կրկնում էր նա ամեն անգամ, երբ աղջիկները հարցնում էին անցյալի մասին։ Դա այն ամենն էր, ինչ նա կարողանում էր ասել, առանց ձայնի դողի, որը դուստրերը կարող էին նկատել։ Ալեքսանյան առանձնատունը վեհորեն բարձրանում էր մայրաքաղաքի աղմուկից հեռու գտնվող մի բլրի գագաթին, շրջապատված բարձր պարիսպներով, որոնք ավելի շատ ամրոց էին հիշեցնում, քան բնակելի տուն։ Դա Վիկտոր Ալեքսանյանի կողմից ղեկավարվող բիզնես կայսրության կենտրոնն էր, մի մարդու, ում ազդեցությունը տարածվում էր երկրի տնտեսության տարբեր ոլորտների վրա։ Նրա հարստությունը հայտնի էր բոլորին, բայց այն պահպանելու մեթոդները մնում էին առեղծվածների երբեք չապացուցված կասկածների մեջ։ Վարդուհին այնտեղ աշխատել էր 5 տարի որպես սպասուհի, գրեթե անտեսանելի մի աշխատակից, ով թեյ սուրճ էր մատուցում կարևոր հանդիպումների ժամանակ, կարգի էր բերում ժառանգների սենյակները միշտ մաքուր պահում գլխավոր սրահները։ Նա զուսպ էր, արդյունավետ, ամենակարևորը՝ լրակյաց։ Որակներ, որոնք սկզբում նրան անփոխարինելի դարձրին, բայց ի վերջո դարձան նրա կործանման պատճառը։ Այն ժամանակ առանձնատունը կառավարվում էր խիստ կանոններով դաժան հիերարխիայով, որը բնակիչներին բաժանում էր անձեռնմխելիների, անտեսանելիների։ Անձեռնմխելիներն էին Վիկտորը, նրա կինը Անուշը, նրանց զավակները Մարկոսը, Ֆլորան, ինչպես նա կորպորացիայի մի քանի վստահելի կառավարիչներ։ Անտեսանելիները կազմում էին մնացած մասը, խոհարարներ, անվտանգության աշխատակիցներ, օգնականներ, այգեպաններ, սպասուհիներ, ինչպիսին Վարդուհին էր։ Այս երկու աշխարհների միջ հնարավոր կամուրջ չկար, միայն մի անդունդ, որը ոչ ոք չէր համարձակվում կասկածի տակ դնել։ Վարդուհին դա բացահայտել էր ամենացավոտ ձով։ Աշխատանքային տարիների ընթացքում նա ականատես էր եղել դեպքերի, որոնք ստիպել էին նրան հարցականի տակ դնել, արդյոք այդ ընտանիքը իրոք արժանի էր այն հարգանքին, հիացմունքին, որ ստանում էր հասարակության կողմից։ Աշխատակիցներ, ովքեր հրապարակայնորեն ստորացվում էին չնչին սխալների համար, քմահաճույքով կիրառվող անհամաչափ պատիժներ մշտական լարվածության մթնոլորտ, որտեղ բոլորը զգույշ էին քայլում, վախենալով արթնացնել Ալեքսանյան ընտանիքի որե անդամի զայրույթը։ Ամենավատը Ֆլորան էր, Վիկտորի կրտսեր դուստրը։ 20 անց տարիքում նա ժառանգել էր ոչ միայն մոր գեղեցկությունը, այլ պայթյունավտանգ բնավորությունը, նուրբ դաժանությունը, որը նա կիրառում էր հիմնականում աշխատակիցների նկատմամբ։ Ֆլորան շնոր ուներ մարդկանց ստորացնելու ժպիտը դեմքին, յուրաքանչյուր նկատողություն վերածելով չարության գլուխգործոցի, որը քողարկված էր քաղաքավարությամբ։ Վարդուհին երբեք հստակ չիմացավ, թե ինչ պատահեց այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց։ Հիշում էր միայն, որ մաքրության հերթական շրջայցի ժամանակ գրադարանում գտել էր մի քանի մոռացված փաստաթղթեր։ Փաստաթղթեր, որոնք նա չպետք է տեսներ, պայմանագրեր, որոնք հիշատակում էին կասկածելի գործելակերպեր, նշումներ աշխատակիցների մասին, ովքեր կասկածելիորեն վերաբնակեցվել էին։ Նա չկարողացավ դիմադրել հետաքրքրասիրությանը, իր հին հեռախոսով լուսանկարեց մի քանի էջ։ Հաջորդ օրը նրան կանչեցին Վիկտորի աշխատասենյակ։ Զրույցը կարճ էր, արտաքուստ քաղաքավարի, բայց սպառնալից յուրաքանչյուր տողատակում։ Նա գիտեր, որ Վարդուհին ինչ-որ բան է տեսել։ Վարդուհին երբեք չիմացավ, ինչպես, բայց Վիկտորը միշտ գիտեր ամեն ինչ, ինչ կատարվում էր իր առանձնատանը։ Նրան հեռացրին հենց նույն օրը, տալով մեծ փոխհատուցում ստորագրել տալով գաղտնիության համաձայնագիր, որն արգելում էր նրան խոսել Ալեքսանյան առանձնատանն իր աշխատանքի որե մանրամասնի մասին։ Փոխհատուցման գումարը թույլ տվեց Վարդուհուն գնել այն փոքրիկ տունը, որտեղ նա մեծացրեց իր դուստրերին, Ալեքսանյան ընտանիքի հսկող աչքից հեռու։
Նա համեստ աշխատանք գտավ քաղաքի կենտրոնի թխվածքաբլիթների խանութում ամբողջությամբ նվիրվեց Անիի Օֆելիայի դաստիարակությանը։ Երկվորյակները ֆիզիկապես նույնն էին, բայց բնավորությամբ լիովին տարբեր։ Անին ավելի վճռական էր համարձակ, միշտ հարցականի տակ էր դնում անարդարությունները դպրոցում պաշտպանում էր թույլերին։ Օֆելիան ավելի դիտող էր զգույշ, նախընտրելով վերլուծել իրավիճակը գործելուց առաջ, բայց նույնքան ուժեղ էր, երբ անհրաժեշտ էր։ Երկուսն էլ մեծացել էին, հետաքրքրված իրենց մոր լռությամբ անցյալի մասին։ Վարդուհին պաշտպանիչ պատ էր ստեղծել դուստրերի շուրջը, բայց գիտեր, որ մի օր նրանք կիմանան ճշմարտությունը։ Այն, ինչ նա չէր սպասում, այն էր, որ այդ բացահայտումը կգար այնքան վտանգավոր ձով։ Ամեն ինչ սկսվեց, երբ Անին արդեն 17 տարեկանում որոշեց աշխատանք փնտրել տան ծախսերին օգնելու համար։ Նա տեղական թերթում տեսել էր մի հայտարարություն, որով օգնականներ էին փնտրում մայրաքաղաքի Արվարձանում գտնվող մի ավանդական ընտանիքի բնակավայրի համար։ Առաջարկվող աշխատավարձը չափազանց առատաձեռն էր փորձ չունեցող երիտասարդի համար, բայց Անին համառ էր վստահ իր ուժերին։ Վարդուհին գրեթե ուշագնաց եղավ, երբ դուստրը ցույց տվեց հայտարարությունը։ Դա Ալեքսանյանների առանձնատունն էր, թե ընտանիքի անունը հստակ նշված չէր տեքստում։ Վարդուհին ճանաչեց հասցեն, գույքի նկարագրությունը, նույնիսկ հայտարարության պաշտոնական սառը տոնը։ Կարծես անցյալը վերադարձել էր իրեն հանգիստ չտալու իր իսկ դստեր միջոցով։ Ոչ, ասաց Վարդուհին ավելի խիստ, քան նախատեսում էր։ Դու չես աշխատելու այդ վայրում։ Անին զարմանքով կիտեց հոնքերը մոր արձագանքից։ Ինչո՞վ։ Դա լավ հնարավորություն է, մամ։ Աշխատավարձը հիանալի է, ինձ փորձ է պետք։ Վարդուհին խորը շունչ քաշեց, փորձելով գտնել բառեր, որոնք շատ բան չէին բացահայտի, բայց բավարար կլինեին դստերը հետ պահելու համար։ Որովհետև ես ճանաչում եմ այդ ընտանիքը։ Եվ նրանք այնպիսի մարդիկ չեն, ում կարելի է վստահել։ Բայց Անին ժառանգել էր մոր վճռականությունը, որքան շատ էր Վարդուհին փորձում հետ պահել նրան, այնքան ավելի էր նա հետաքրքրվում։ Աղջիկը սկսեց տեղեկություններ փնտրել Ալեքսանյան ընտանիքի մասին, բացահայտելով նրանց ազդեցությունը բիզնեսում, նրանց բարեգործական աշխատանքները, նրանց անբասիր հեղինակությունը հասարակության մեջ։ Աշխարհի աչքերում նրանք օրինակելի էին։ Վարդուհու աչքերում նրանք սպառնալիք էին, որը նա 17 տարի փորձել էր մոռանալ։ Մոր դստեր միջ վեճը տեց օրեր, յուրաքանչյուր զրույց դառնում էր ավելի բուռն, քան նախորդը։ Անին չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Վարդուհին այդքան դեմ մի հնարավորության, որն արտաքուստ կատարյալ էր թվում։ Յուրաքանչյուր փաստարկ, որ նա բերում էր, առատաձեռն աշխատավարձը, ձեռք բերելիք փորձը, ընտանիքին ֆինանսապես օգնելու հնարավորությունը, անմիջապես մերժվում էր Վարդուհու կողմից այնպիսի կտրուկությամբ, որը զարմացնում էր նույնիսկ իրեն։ Մամ, անիմաստ է, պնդում էր Անին մի հատկապես լարված ընթրիքի ժամանակ։ Դու մեզ միշտ սովորեցրել ես պայքարել մեր ուզածի համար, չբավարարվել քչով։ Հիմա, երբ իրական հնարավորություն է հայտնվում, դու ուզում ես, որ ես պարզապես անտեսեմ այն։ Վարդուհին նայում էր իր արջ դրված ափսեին, չկարողանալով բացատրել, որ իր ինտիմությունը գալիս էր շատ ավելի խորը տեղից, քան գործնական մտահոգություններն էին։ Ինչպես կարող էր ասել դուստրերին, որ 17 տարի շարունակ ապրել է վախով, մտածելով, որ մի օր Վիկտոր Ալեքսանյանը կորոշի, որ նա շատ բան գիտի վտանգ է ներկայացնում։ Ինչպես կարող էր խոստովանել, որ որոշ գիշերներ արթնանում էր խուճապի մեջ, պատկերացնելով, որ հզոր ընտանիքը միջոց է գտել վնասելու իր դուստրերին, որպես վրեժ Վարդուհու համարձակության համար։ Օֆելիան լուր հետում էր այդ ամենին, իր վերլուծական միտքը մշակում էր մոր յուրաքանչյուր դիմախաղը, ձայնի յուրաքանչյուր տատանումը։ Երկվորյակները միշտ ունեցել են հատուկ կապ, գրեթե տելեպաթիկ, Օֆելիան գիտեր, որ Անին վճռական է տրամադրված բացահայտելու ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր չլսել մորը։ Բայց ի տարբերություն քրոջ, ով գործում էր ազդակների համարձակության հիման վրա, Օֆելիան նախընտրում էր դիտել վերլուծել նախքան որոշումներ կայացնելը։ Այդ վեճերից մեկի ժամանակ Վարդուհին ի վերջո կորցրեց վերահսկողությունը, որն այդքան երկար պահել էր։ Դուք չեք հասկանում, գոռաց նա, ստիպելով երկու երիտասարդներին անմիջապես լռել։ Այդ ընտանիքը այն չէ, ինչ թվում է։ Նրանք ոչնչացնում են մարդկանց, քանդում ընտանիքներ, կործանում կյանքեր միայն այն պատճառով, որ կարող են։ Ես այնտեղ այնպիսի բաներ եմ տեսել, որը… Նա կտրուկ լռեց, հասկանալով, որ չափից շատ բան ասաց։ Անին Օֆելիան հայացքներ փոխանակեցին։ Դա առաջին անգամն էր, որ Վարդուհին որե հստակ ակնարկ էր արել այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ալեքսանյան առանձնատանն անցկացրած տարիներին։
Ինչ բաներ ես տեսել, մամ, մեղմորեն հարցրեց Օֆելիան։ Վարդուհին վեր կացավ սեղանի շուրջից, նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին։ Բաներ, որոնք մայրը երբեք չպետք է ստիպված լինի բացատրել իր դուստրերին։ Բաներ, որոնք դուք դեռ շատ ջահել եք հասկանալու համար։ Բայց երկվորյակներն այլս փոքր երեխաներ չէին, ովքեր ընդունում էին խուսափողական պատասխանները։ 17 տարեկանում նրանք մեծացել էին մի աշխարհում, որտեղ տեղեկատվությունը հասանելի էր մեկ հպումով, որտեղ իրենց տարիքի երիտասարդներն արդեն առերեսվում էին սոցիալական արդարության, աշխատանքային իրավունքների կորպորատիվ պատասխանատվության բարդ հարցերի հետ։ Նրանք գիտեին, որ մոր լռությունը թաքցնում էր ինչ-որ նշանակալի բան։ Այդ գիշեր, երբ Վարդուհին քնեց, քույրերը հավաքվեցին իրենց փոքրիկ սենյակում, որը կիսում էին մանկուց։ Հենց այնտեղ էին նրանք միշտ կայացնում իրենց կյանքի կարևորագույն որոշումները, շշնջալով մթության մեջ, որպեսզի չարթնացնեն մորը։ Նա ինչ-որ մեծ բան է թաքցնում, ասաց Անին, պառկած իր մահճակալին նայելով առաստաղին։ Մի բան, որն իրեն շատ ավելի է վախեցնում, քան պետք է վախեցներ։ Գիտեմ, պատասխանեց Օֆելիան կողքի մահճակալից։ Եվ որքան շատ է նա փորձում մեզ պաշտպանել, այնքան ավելի վտանգավոր է դառնում բոլորիս համար։ Գաղտնիքները սովորություն ունեն վերադառնալու մեզ հանգիստ չտալու։ Կարծում ես, պետք է հրաժարվեմ աշխատանքից։ Օֆելիան երկար ժամանակ լուռ մնաց, ուշադիր կշռադատելով իր խոսքերը։ Կարծում եմ, դու պետք է անես այն, ինչ միշտ արել ես, հետես քո ներքին ձայնին։ Բայց եթե որոշես գնալ, ես այստեղ կլինեմ քեզ աջակցելու համար, ինչ էլ որ պատահի։ Դա մի խոստում էր, որը կփոխեր նրանց կյանքի ընթացքը այնպիսի ձևով, որոնցից ոչ մեկը չէր կարող պատկերացնել այդ պահին։ Այն հարցազրույցի նախորդ գիշերը, որն Անին գաղտնի նշանակել էր, Վարդուհին ի վերջո մասնակիորեն տեղի տվեց լռության ծանրությանը։ Նա նստեց երկու դուստրերի հետ հյուրասենյակում 17 տարվա մեջ առաջին անգամ խոսեց Ալեքսանյան առանձնատան մասին։ Նա ամեն ինչ չպատմեց, որոշ գաղտնիքներ չափազանց ծանր էին կիսելու համար, բայց բացահայտեց բավարար չափով, որպեսզի աղջիկները հասկանային, թե ինչու է նա այդքան վախենում այդ վայրից։ Ես այնտեղ աշխատել եմ, երբ դուք դեռ փոքր էիք, սկսեց Վարդուհին, ձեռքերը իրար միացրած, դողը թաքցնելու համար։ Արտաքուստ լավ աշխատանք էր, բայց այդ ընտանիքը նրանք մարդկանց վերաբերվում են որպես իրերի։ Այնտեղ մարդկայնություն չկա, միայն իշխանություն հիերարխիա։ Երբ ես հեռացա, երդվեցի, որ դուք երբեք չեք մոտենա այդ վայրին։ Անին լսում էր ամեն ինչ աճող ուշադրությամբ, բայց այդ բացահայտումը ոչ թե հետ պահեց նրան, այլ ընդհակառակը, ամրապնդեց նրա վճռականությունը։ Հենց դրա համար էլ ես պետք է գնամ, մամ։ Եթե նրանք իրոք այդպիսին են, ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան անի։ Անի, դու չես հասկանում, աղաչեց Վարդուհին։ Նրանք չափազանց հզոր են։ Նրանք կարող են կործանել մեր կյանքը մի հեռախոսազանգով։ Չարժե ռիսկի դիմել։ Բայց արդեն ուշ էր։ Անին արդեն կայացրել էր իր որոշումը, Օֆելիան գիտեր, որ աշխարհում ոչինչ չի կարող ստիպել նրան փոխել միտքը։ Այդ գիշեր երկվորյակները հայացքներ փոխանակեցին, Օֆելիան հասկացավ, որ քույրը պատրաստվում է սկսել մի վտանգավոր ճանապարհորդություն։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չէր պատկերացնում, այն էր, որ այդ ճանապարհորդությունը հավերժ կփոխեր նրանց կյանքը, որ Վարդուհու անցյալում թաղված գաղտնիքները պատրաստվում էին վերածնվել շատ ավելի դրամատիկ ձով, քան նրանցից որը մեկը կարող էր պատկերացնել։ Հաջորդ առավոտ Անին տանից դուրս եկավ իր ունեցած լավագույն զգեստով անսասան վճռականությամբ։ Վարդուհին պատուհանից հետում էր նրա հեռանալուն, սեղմված սրտով համոզվածությամբ, որ պատրաստվում է նորից ապրել իր կյանքի վատթարագույն մղձավանջը, այժմ արդեն իր իսկ դստեր աչքերով։ Ալեքսանյան առանձնատան երկաթյա դարպասները դանդաղ բացվեցին, երբ Անին սեղմեց զանգը, բացելով քարե երկար մի ճանապարհ, որը տանում էր դեպի բլրի գագաթին գտնվող վեհաշուկ շինությունը։ Աղջիկը խորը շունչ քաշեց, ուղղեց իր պարզ պայուսակի փոկը վճռականորեն քայլեց դեպի գլխավոր մուտքը։ Յուրաքանչյուր քայլ արձագանքում էր գրեթե կրոնական լռության մեջ, որը պարուրել էր տարածքը, կարծես նույնիսկ բնությունն էր հարգում այդ վայրից բխող ուժի աուրան։ Առանձնատունը մոտիկից ավելի տպավորիչ էր, քան այն լուսանկարներում, որոնք Անին գտել էր իր հետազոտությունների ժամանակ։ Դասական ճարտարապետության 3 հարկերը վեհորեն բարձրանում էին, բարձր պատուհաններով զարդարում պատշգամբներով, որոնք շենքին եվրոպական պալատի տեսք էին տալիս։ Կատարյալ խնամված այգիները տարածվում էին բոլոր կողմերից, պահպանվելով այգեպանների մի խմբի կողմից, որոնց Անին հազիվ էր նկատում հեռվից, լրակյաց ստվերների պես շարժվելով ծառերի արանքում։ Գլխավոր դուռը բացվեց նախքան նա կհասցներ զանգը տալ։
Մի միջին տարիքի կին, անթերի համազգեստով լուրջ դեմքով, նրան դիմավորեց գլխի շարժումով. «Դուք հավանաբար ժամը 9-ի թեկնածուն եք։ Ես Աննան եմ, գլխավոր տնտեսուհին։ Հետեք ինձ»։ Աննան Անին առաջնորդեց լայն միջանցքներով, որոնք զարդարված էին հին կտավներով կահույքով, որոնք կարծես ուղղակի թանգարանից լինեին։ Լռությունը գրեթե ճնշող էր, ընդհատվելով միայն մարմարե փայլուն հատակին նրանց քայլերի ձայնով։ Անին փորձում էր կլանել բոլոր մանրամասները, բայց այն զգացողությունը, որ իրեն հետում են, ստիպում էր հայացքը հառած պահել իր առջից քայլող Աննայի խիստ կերպարին։ Նրանք մտան մի փոքր ավելի փոքր, բայց նույնքան շքեղ կահավորված սենյակ, որտեղ Անուշ Ալեքսանյանը սպասում էր, նստած մուգ փայտից սեղանի հետում։ Ընտանիքի մայրապետը նրբագեղ կին էր, կատարյալ սանրված մոխրագույն մազերով հագուստով, որն ավելի թանկ արժեր, քան վարդուհու տարեկան եկամուտը։ Նրա կապույտ աչքերը սկաների ճշգրտությամբ զննեցին Անիին ոտքից գլուխ, գնահատելով նրա արտաքինի յուրաքանչյուր մանրուք։ «Նստեք», ասաց Անուշը, նրա ձայնը լի էր հեղինակությամբ, որը հարցականներ չէր հանդուրժում։ «Ձեր անո՞մն»։ «Անի, տիկին», պատասխանեց աղջիկը, պահելով ուղիղ կեցվածքը, չնայած սկսվող հուզմունքին։ Անուշը նայեց սեղանի վրայի թղթերին։ «Տարիքը»։ 17 տարեկան, տիկին։ «Նախկին փորձ ունեք տնային աշխատանքներում»։ Անին մի պահ տատանվեց։ «Ոչ ուղղակիորեն, բայց փոքրուց օգնել եմ մորս տանը մի քանի միջոցառումների ժամանակ աշխատել եմ որպես մատուցողուհի»։ Անուշը բարձրացրեց հոնքը, ակնհայտորեն տպավորված չլինելով։ «Սա սովորական տուն չէ, Անի։ Այստեղ մենք ունենք շատ հստակ չափանիշներ, կանոններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն, մի հիերարխիա, որը երբեք չպետք է կասկածի տակ դրվի։ Հասկանում եք դա»։ «Այո, տիկին»։ Աննան կբացատրի ձեր հստակ պարտականությունները, բայց թույլ տվեք սկզբից լինել հստակ։ Այս տանը դուք պատասխանատու կլինեք ընտանիքի անդամների սենյակները կարգի բերելու, անհրաժեշտության դեպքում հանդիպումների ժամանակ սպասարկելու ձեր վերադասների կողմից տրված ցանկացած առաջադրանք կատարելու համար։ Ձեր աշխատանքային ժամերը կլինեն առավոտյան 7-ից մինչ երեկոյան 7-ը, շաբաթական 1 ազատ օրով։ Դուք կքնեք աշխատակիցների համար նախատեսված սենյակներում, իսկ սնվելու եք նկուղային հարկի խոհանոցում։ Անուշը դադար տվեց, ուսումնասիրելով Անիի արձագանքը նախքան շարունակելը։ Գոյություն ունի միայն մեկ կանոն, որը գերազանցում է մնացած բոլորին, բացարձակ գաղտնապահություն։ Այն ամենը, ինչ դուք կտեսնեք, կլսեք կամ ինչին ականատես կլինեք այս տանը, մնում է այս տանը։ Այս կանոնի համար բացառություններ չկան։ Պարզ է։ Անին գլխով արեց, թե ստամոքսի տակ մի տարօրինակ զգացողություն սկսեց ձավորվել։ Կար մի բան այնձի մեջ, թե ինչպես էր Անուշը խոսում գաղտնապահության մասին, որը դուրս էր հարուստ ընտանիքի սովորական անձնական կյանքի սպասելիքներից։ Աննա, տար նրան, ծանոթացնելու տարածքին, հրամայեց Անուշը, արամարական շարժումով ճանապարհելով Անիին։ Առանձնատան շրջայցը բացահայտեց մի տարածք, որն ավելի մեծ էր, քան Անին պատկերացրել էր։ Աննան նրան տարավ 3 հիմնական հարկերով, ցույց տալով ընդունելության սրահները, տպավորիչ գրադարանը, ընտանիքի անդամների ննջասենյակները, աշխատասենյակները, որտեղ տեղի էին ունենում բիզնես հանդիպումները։ Յուրաքանչյուր սենյակում Աննան կրկնում էր նույն հրահանգները։ Երբեք մի մտեք այստեղ առանց թույլտվության, միշտ թակեք մտնելուց առաջ, ձեռք մի տվեք ոչ մի բանի, որը բացարձակապես անհրաժեշտ չէ։ Աշխատակիցների սենյակները գտնվում էին նկուղում, կտրուկ հակադրվելով վերին հարկերի շքեղությանը։ Դա մի լիովին այլ աշխարհ էր, նեղ միջանցքներով, փոքր սենյակներով մի գործնական խոհանոցով, որտեղ սնունդը պատրաստվում ուտվում էր ընտանիքի աչքից հեռու։ Հենց այնտեղ Անին ծանոթացավ առանձնատան մյուս անտեսանելիների հետ։ Ղուկասը ամենահին աշխատակիցն էր, 50 անց մի տղամարդ, ով աշխատում էր որպես գլխավոր սպասյակ արդեն ավելի քան 2 տասնամյակ։ Նրա մոխրագույն մազերը հոգնած դեմքը պատմում էին մի մարդու պատմություն, ով սովորել էր գոյատել առանձնատան ճնշող մթնոլորտում լիակատար հնազանդության միջոցով։ Առաջին դասը, որ դու պետք է սովորես, ասաց նա Անին նկուղում իրենց առաջին ընթրիքի ժամանակ, այն է, որ այստեղ վերում ապրում են աստվածները, իսկ մենք պարզապես մահկանացուներ ենք, ովքեր արտոնություն ունեն ծառայելու նրանց։ Պետրոսը ավելի երիտասարդ էր, 20 անց մի տղա, ով աշխատում էր տարածքի անվտանգության համակարգում։ Ի տարբերություն Ղուկասի, նրա աչքերում դեռ կար ըմբոստության կայծ, թե նա միշտ ցածրաձայն էր խոսում, երբ խոսքը վերաբերում էր Ալեքսանյան ընտանիքին։ Դու կսովորես, ասաց նա Անիին դառը ժպիտով։
Կամ էլ մեկ շաբաթից կհեռանաս, ինչպես աղջիկների մեծ մասը, ովքեր փորձում են այստեղ աշխատել։ Կար նա Աստղիկը, Անի տարեկից մի աղջիկ, ով աշխատում էր խոհանոցում։ Հենց նա էր պատրաստում ընտանիքի հատուկ ճաշատեսակները, կազմակերպում ընթրիքները կարևոր հյուրերի համար։ Աստղիկը գյուղական համեստ ընտանիքից էր, իր ստացած աշխատավարձով պահում էր հիվանդ մորը փոքր քրոջը։ Ծանր աշխատանք է, խոստովանեց նա Անին ընդմիջման ժամանակ, բայց սա լավագույն աշխատանքն է, որ կարողացել եմ գտնել։ Պետք է դիմանամ, ուրիշ ճար չունեմ։ Առաջին օրերին Անին նվիրվեց առանձնատան կարգուկանոնը կանոնները սովորելուն։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում Մարկոսի Ֆլորայի սենյակները կարգի բերելը, գլխավոր սրահները միշտ փայլուն վիճակում պահելը, թեյ կամ սուրճ մատուցելը բիզնես հանդիպումների ժամանակ, որոնք պարբերաբար տեղի էին ունենում գրադարանում։ Հենց այդ հանդիպումների ժամանակ նա սկսեց նկատել Ալեքսանյան ընտանիքի իրական դեմքը։ Մարկոսը, Վիկտորի ավագ որդին, 30 տարեկան տղամարդ էր, վեհաշուկ տեսքով պայթյունավտանգ բնավորությամբ, որը նա հազվադեպ էր փորձում զսպել։ Անին ականատես եղավ մի քանի դեպքերի, երբ նա գոռում էր աշխատակիցների վրա չնչին սխալների համար, փոքրիկ խնդիրները վերածելով դրամատիկ ճգնաժամերի։ Մի օր նա թանկարժեք հախճապակյա բաժակը կոտրեց հատակին միայն նրա համար, որ տեսնի, ինչպես է Աստղիկը ծնկի գալիս բեկորները հավաքելու համար, ժպտալով հետելով աղջկա ստորացմանը։ Ֆլորան ավելի վատն էր։ 25 տարեկանում նա կատարելագործել էր աշխատակիցներին հոգեբանորեն տանջելու արվեստը, մի նուրբ դաժանությամբ, որն ավելի կործանարար էր, քան եղբոր զայրույթի նոպաները։ Անին տեսավ, թե ինչպես է նա իր սենյակի դասավորության մասին մի պարզ դիտողությունը վերածում հրապարակային ստորացման դասի, որը տեց գրեթե 1 ժամ, որի ընթացքում նա կասկածի տակ դրեց պատասխանատու աշխատակցի խելքը, դաստիարակությունը, նույնիսկ արտաքինը։ Ամենից շատ Անին անհանգստացնում էր այն, թե ինչպես էին մյուս աշխատակիցները արձագանքում այդ դեպքերին։ Բոլորը կարծես ընդունում էին այդ վերաբերմունքը որպես աշխատանքի բնական մաս, գլուխները կախելով, ներողություն խնդրելով նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ մի սխալ չէին արել։ Կարծես նրանք վարժեցված լինեին ընդունել ցանկացած վերաբերմունք, որքան էլ այն անարդար լիներ։ Ինչու ոչինչ չեք անում, հարցրեց Անին Ղուկասին մի հատկապես ստորացուցիչ տեսարանից հետո, որը տեղի էր ունեցել Ֆլորայի նոր սպասուհիներից մեկի մեջ։ Ղուկասը նայեց նրան կարեկցանքի նախազգուշացման խառնուրդով։ Ինչ անենք, կոնկրետ։ Ո՞մ բողոքենք։ Վիկտոր Ալեքսանյանը այս տարածաշրջանի ձեռնարկությունների կեսի տերն է։ Նրա մի հեռախոսազանգը կարող է կործանել մեզնից յուրաքանչյուրի կյանքը։ Դու կարծում ես, ինչ-որ մեկը կհավատա։ Աշխատակցի խոսքին, ընդդեմ Ալեքսանյան ընտանիքի անդամի։ Ղուկասի պատասխանը արձագանքում էր Անիի մտքում հաջորդ օրերի ընթացքում։ Նա սկսեց հասկանալ, թե ինչու էր իր մայրը հեռացել այդ վայրից, ինչու էր այդքան փորձում հետ պահել իրեն այնտեղ աշխատանք փնտրելուց։ Առանձնատունը պարզապես աշխատավայր չէր, այն մի փակ համակարգ էր, որտեղ հասարակության սովորական կանոնները պարզապես չէին գործում։ Բայց ի տարբերություն մյուս աշխատակիցների, Անին չէր կարողանում պարզապես ընդունել իրավիճակը։ Յուրաքանչյուր անարդարություն, որին նա ականատես էր լինում, սնում էր նրա մեջ աճող վրդովմունքի կրակը։ Նա սկսեց ուշադրություն դարձնել մանրամասների վրա, որոնք մյուսները կարծես անտեսում էին, կտրուկ ընդհատված զրույցներ, երբ ինքը ներս էր մտնում, արագորեն դարակներում թաքցվող փաստաթղթեր, հանդիպումներ, որոնք տեղի էին ունենում տարօրինակ ժամերի, հյուրերի հետ, ովքեր միշտ գալիս էին մայրամուտից հետո։ Մի գիշեր, երբ նա կարգի էր բերում գրադարանը այդպիսի խորհրդավոր հանդիպումներից մեկից հետո, Անին գրքերի արանքում գտավ մի քանի մոռացված թղթեր։ Դրանք պայմանագրեր էին, նշումներ աշխատակիցների մասին, ովքեր վերաբնակեցվել կամ հեռացվել էին անորոշ հանգամանքներում։ Փաստաթղթերը հիշատակում էին հավատարմության հարցեր, գաղտնապահության խնդիրներ առանց հստակ մանրամասների, բայց օրինաչափությունը պարզ էր, ցանկացած աշխատակից, ով չափից շատ էր հարցեր տալիս կամ հետաքրքրվում, ի վերջո հեռացվում էր առանձնատնից։ Այդ ժամանակ Անին լիովին հասկացավ, թե ինչ էր պատահել իր մոր հետ։ Վարդուհին ինչ-որ բան էր բացահայտել, ճիշտ այնպես, ինչպես ինքն էր հիմա բացահայտում։ Տարբերությունն այն էր, որ վարդուհին խելամտություն էր ունեցել ընդունել հեռացումը, հեռանալ։ Անին, մյուս կողմից, վճռական էր տրամադրված հասնել ճշմարտության հատակին, նույնիսկ եթե դա նշանակում էր վտանգել սեփական անվտանգությունը։ Նա սկսեց հնարավորության դեպքում հեռախոսով լուսանկարել փաստաթղթերը, թաքցնել կարևոր տեղեկություններով փոքրիկ գրառումներ այնպիսի վայրերում, որոնք միայն ինքը գիտեր, ուշադիր հետել Ալեքսանյան ընտանիքի վարքագծի օրինաչափություններին։
Դանդաղորեն նա ստեղծում էր մի արխիվ այն կասկածելի գործելակերպերի մասին, որոնց ականատես էր լինում ամեն օր։ Բայց Անին չգիտեր, որ իր գործողությունները աննկատ չեն մնացել։ Ֆլորան նկատել էր նոր աշխատակցի չափազանց մեծ հետաքրքրությունը այն հարցերի նկատմամբ, որոնք իրեն չէին վերաբերում, ծրագրում էր միջոց գտնել խնդրի հետ վարվելու համար, նախքան այն իրական սպառնալիք կդառնար ընտանիքի համար։ Մոտեցող բախումը ամեն ինչ կփոխեր, Անին պատրաստվում էր բացահայտել, որ Ալեքսանյաններին հետաքննելը շատ ավելի վտանգավոր է, քան նա պատկերացնում էր։ Հաջորդ շաբաթները Անին հետաքրքրասեր դիտորդից վերածեցին վճռական հետնախույզի։ Յուրաքանչյուր օր բերում էր նոր բացահայտումներ, որոնք հաստատում էին նրա կասկածները այդ արտաքուստ հարգարժան ընտանիքի իրական բնույթի մասին։ Այն, ինչ սկսվել էր որպես աշխատանքի անհրաժեշտություն, դարձել էր անձնական առաքելություն, բացահայտելու չարաշահումների մանիպուլյացիաների այն ցանցը, որը կառավարում էր կյանքը այդ պարիսպների ներսում։ Ընտանիքի սենյակներում առավոտյան շրջայցերի ժամանակ Անին մշակել էր մի զգույշ համակարգ, փաստաթղթավորելու այն ամենը, ինչ համարում էր կասկածելի։ Նա իր համազգեստի գրպանում միշտ թաքցրած էր պահում մի փոքրիկ տետր, որտեղ նշում էր պատահաբար լսած զրույցների մանրամասները, գիշերային հյուրերի անունները, հանդիպումների ժամերը, որոնք կարծես դուրս էին ընտանիքի սովորական բիզնես առօրյայից։ Աստղիկն էր առաջինը, ով մոտեցավ Անին տեղեկություններով։ Խոհանոցի աղջիկը նկատել էր նոր աշխատակցի հետաքրքրությունը այն հարցերի նկատմամբ, որոնք դուրս էին նրա հիմնական պարտականություններից, նկուղում ընդմիջման ժամանակ Անին մի կողմ քաշեց, մյուսներից հեռու։ Դու հարցեր ես տալիս, ասաց Աստղիկը ցածրաձայն, նյարդային հայացքով նայելով շուրջը։ Դա վտանգավոր է այստեղ։ Անին ուսումնասիրեց մյուս աղջկա դեմքը, փորձելով հասկանալ, կարող է վստահել նրան։ Դու չես կարծում, որ որոշ բաներ այստեղ սխալ են։ Աստղիկը խորը հառաչեց նախքան պատասխանելը։ Շատ բաներ են սխալ։ Բայց հարցեր տալը ոչինչ չի փոխում, միայն խնդիրներ է բերում։ Իսկ եթե փոխելու միջոց լինի, պնդեց Անին։ Իսկ եթե մենք կարողանայինք փաստաթղթավորել այն ամենը, ինչ կատարվում է այստեղը։ Եվ ինչ անեինք, ընդհատեց Աստղիկը։ Գնայինք ոստիկանություն։ Նրանք տասնամյակներ շարունակ Ալեքսանյանների ընկերներն են։ Գնայինք մամուլ։ Վիկտորը ազդեցություն ունի տարածաշրջանի թերթերի կեսի վրա։ Փախչելու տեղ չկա, Անի։ Միակ տարբերությունը դիմանալն է հուսալը, որ մի օր կկարողանաս հեռանալ։ Բայց Անին Աստղիկի ձայնի մեջ նկատեց մի բան, որը հակասում էր հնազանդության նրա խոսքերին։ Աղջկա աչքերում կար մի փայլ, որը հուշում էր, որ նա նույնպես երազում է արդարության մասին, նույնիսկ եթե դա անհնար էր համարում։ Իսկ եթե ես քեզ ասեմ, որ ծրագիր ունեմ, շնջաց Անին։ Ոչ թե փախչելու, այլ այնպես անելու, որ բոլորն իմանան իրականում ինչ է կատարվում այստեղ։ Աստղիկը երկար ժամանակ լուռ մնաց, ուսումնասիրելով Անիի վճռական դեմքը։ Վերջապես նա գրեթե աննկատ գլխով արեց։ Ինչ է քեզ պետք։ Այդ պահից սկսած երկու երիտասարդները սկսեցին զգուշորեն աշխատել միասին։ Աստղիկը հասանելիություն ուներ տեղեկությունների, որոնք Անին երբեք չէր կարող ստանալ միայնակ, հատկապես այն հանդիպումների մասին, որոնք տեղի էին ունենում խոհանոցում հատուկ ընթրիքների ժամանակ։ Նա սկսեց նշել զրույցների պատառիկները, կարևոր հյուրերի անունները, գործարքների մանրամասները, որոնք ակնհայտորեն դուրս էին էթիկական օրինականության սահմաններից։ Պետրոսը, անվտանգության աշխատակիցը, հաջորդն էր, ով միացավ փոքրիկ խմբին։ Նա նկատել էր երկու աղջիկների նշանակալից հայացքները ուտելու ժամանակ մի գիշեր միջանցքում մոտեցավ նրանց։ Դուք ինչ-որ բան եք ծրագրում տերերի դեմ, ասաց նա ուղղակիորեն, առանց ավելորդությունների։ Ես կարող եմ օգնել։ Անին տատանվեց, վախենալով, որ դա թակարդ է, բայց Պետրոսը շարունակեց. 3 տարի է, այստեղ եմ աշխատում։ Տեսել եմ բաներ, որոնք ոչ ոք չպետք է տեսնի։ Եթե դուք իրոք հնարավորություն ունեք բացահայտելու այս ընտանիքին, ես ուզում եմ մասնակցել։ Պետրոսը բացահայտեց, որ հասանելիություն ունի առանձնատան անվտանգության տեսախցիկների ձայնագրություններին, թե դրանք միշտ չէ, որ աշխատում էին ամենակարևոր պահերին։ Նրանք անջատում են համակարգը որոշակի հանդիպումների ժամանակ, բացատրեց նա։ Ամեն անգամ, երբ դա պատահում է, ես գիտեմ, որ ինչ-որ շատ լուրջ բան է քննարկվում։ Պետրոսի օգնությամբ Անին բացահայտեց, որ գրադարանում կան թաքնված գաղտնի պահարաններ, հին գրքերի հետում, որոնք երբեք չէին հանվում դարակներից։
Մի գիշեր, երբ ընտանիքը բացակայում էր մի հասարակական միջոցառման պատճառով, նա կարողացավ մուտք գործել այդ պահարաններից մի քանիսը գտավ փաստաթղթեր, որոնք գերազանցեցին նրա վատթարագույն սպասելիքները։ Կային կեղծ պայմանագրեր, պատիժների արձանագրություններ, որոնք կիրառվել էին հրամանները կասկածի տակ դրած աշխատակիցների նկատմամբ, նույնիսկ նամակագրություններ այլ ազդեցիկ ընտանիքների հետ, քննարկելով խնդրահարույց աշխատակիցներին կառավարելու ձերը։ Ամենից անհանգստացնողը մի մանրամասն արխիվ էր նախկին աշխատակիցների մասին, ովքեր վերաբնակեցվել էին հեռավոր քաղաքներում աշխատելու համար կամ պարզապես որոշել էին փոխել իրենց կյանքը առանձնատնից հեռացվելուց հետո։ Անին լուսանկարեց այն ամենը, ինչ կարողացավ, ստեղծելով մի թվային արխիվ, որը թաքցնում էր գաղտնի էլեկտրոնային փոստի հասցեում։ Բայց որքան շատ էին կուտակվում նրա բացահայտումները, նա հասկանում էր, որ գործ ունի շատ ավելի մեծ բանի հետ, քան առանձին չարաշահումներն էին։ Ալեքսանյան ընտանիքը գործարկում էր վերահսկողության մանիպուլյացիայի մի կազմակերպված համակարգ, որը տարածվում էր առանձնատան սահմաններից դուրս։ Հենց այս ինտենսիվ հետաքննության փուլում Անին կատարեց իր առաջին ճակատագրական սխալը։ Մի քանի հատկապես կարևոր փաստաթղթեր լուսանկարելու շտապողականության մեջ նա չնկատեց, որ պահարաններից մեկը թեթակի բաց էր թողել ստուգումն ավարտելուց հետո։ Հաջորդ առավոտ Ֆլորան անմիջապես նկատեց անհամապատասխանությունը։ Ալեքսանյանների կրտսեր դուստրը ոչ միայն դաժան էր, այլ չափազանց խելացի։ Նա սկսեց կրկնակի ուշադրությամբ հետել Անիին, նկատելով յուրաքանչյուր կասկածելի շարժում, մյուս աշխատակիցների հետ փոխանակված յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր պահ, երբ աղջիկը թվում էր ավելի հետաքրքրված այն հարցերով, որոնք չէին վերաբերում իր պարտականություններին։ Բախումը տեղի ունեցավ անսպասելիորեն։ Անին կարգի էր բերում Ֆլորայի սենյակը, երբ երիտասարդ Ալեքսանյանը կտրուկ ներս մտավ, իր հետից դուռը փակելով մի այնպիսի ձայնով, որն Անիին ստիպեց վեր թռչել տեղից։ «Դու վերջին ժամանակներս շատ հետաքրքրասեր ես դարձել», ասաց Ֆլորան, նրա ձայնը լի էր քողարկված սպառնալիքով, որն Անիի արյունը սառեցրեց երակներում։ «Չեմ հասկանում, ինչ նկատի ունեք, օրիորդ Ֆլորա», պատասխանեց Անին, փորձելով պահել ձայնի հաստատունությունը, մինչ շարունակում էր հագուստները դասավորել պահարանում։ Ֆլորան դանդաղ մոտեցավ, ինչպես զոհին շրջապատող գիշատիչը։ «Իհարկե հասկանում ես։ Կարծում ես, ես չնկատեցի»։ Հայացքները, շնջացող զրույցները, չափազանց մեծ հետաքրքրությունը գրադարանի նկատմամբ, փաստաթղթերը, որոնք առեղծվածային կերպով տեղաշարժվում են։ Անին զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, բայց պահեց դեմքի անտարբեր արտահայտությունը։ «Ես պարզապես կատարում եմ իմ աշխատանքը, օրիորդ»։ «Քո աշխատանքը մաքրելն է, դասավորելը սպասարկելը», ասաց Ֆլորան, այժմ ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ «Ոչ թե հետաքննելը, լուսանկարելը կամ այս ընտանիքի դեմ մյուս աշխատակիցների հետ դավադրություն կազմակերպելը»։ Անիի սիրտը կարծես կանգ առավ։ Ֆլորան ամեն ինչ գիտեր, կամ գոնե գիտեր բավարար չափով, նրա ծրագիրը լիովին կործանելու համար։ Բայց փոխանակ հերքելու, նա որոշեց առերեսվել իրավիճակին։ «Իսկ եթե հետաքննում եմ», ասաց Անին, վերջապես շրջվելով ուղիղ նայելով Ֆլորայի աչքերին։ «Ինչ-որ մեկը պետք է բացահայտի այն, ինչ դուք անում եք այստեղ աշխատող մարդկանց հետ»։ Ժպիտը, որը տարածվեց Ֆլորայի դեմքին, ամենասարսափելին էր, որ Անին երբե տեսել էր։ Դա մի ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին, սառն էր, ինչպես սառույցը, լի էր դաժան բավարարվածությամբ։ «Դու ամենափոքր պատկերացումն անգամ չունես, թե ինչի մեջ ես խառնվել», ասաց Ֆլորան։ «Բայց դու կսովորես»։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ րոպեների ընթացքում, Անիի հիշողության մեջ մնաց մշուշոտ։ Նա հիշում էր միայն, թե ինչպես էր Ֆլորան ինչ-որ մեկին զանգում հեռախոսով, միջանցքից լսվող մոտեցող ձայները, աճող խուճապի զգացողությունը, երբ հասկացավ, որ իրեն շրջապատում են։ Հիշում էր, թե ինչպես էր փորձում դուրս գալ սենյակից, տեսնում էր, որ դուռը փակված է, Ֆլորայի ծիծաղը, մինչ ինքը հուսահատորեն փորձում էր փախուստի ուղի գտնել։ Վերջին բանը, որ Անին հստակ հիշում էր, Ֆլորայի մի տղամարդու ձայնի մեջ զրույցն էր, որը նա ճանաչեց որպես Մարկոսինը։ Նրանք քննարկում էին տարբերակներ խնդրի հետ վարվելու համար, հիշատակելով մեթոդներ, որոնք նախկինում աշխատել էին այլ խնդրահարույց աշխատակիցների դեպքում։ Բառերը խնամքով ընտրված էին, բայց սպառնալիքը անվիճելի։ Երբ Անին արթնացավ, նա մի սենյակում էր, որը երբեք չէր տեսել նախկինում, առանձնատան մի սահմանափակ տարածքում, որտեղ աշխատակիցները մուտք չունեին։ Նրա գլուխը սաստիկ ցավում էր, նա իրեն տարօրինակ կերպով կտրված էր զգում իրականությունից, կարծես ամեն ինչին հետում էր թանձր մշուշի միջից։
Սպիտակ խալաթով մի տղամարդ կանգնած էր նրա մահճակալի մոտ, ստուգելով որոշ բժշկական սարքեր, որոնց վրա նա չէր կարողանում կենտրոնանալ։ Նա արթնանում է, լսեց նա, թե ինչպես է տղամարդն ասում ինչ-որ մեկին, ով իր տեսադաշտից դուրս էր։ Հիանալի է, եկավ պատասխանը, մի ձայն, որը Անին հեռվից ճանաչեց որպես Անուշ Ալեքսանյանինը։ Բժիշկ Թոս, դուք վստահ եք, որ նա չի հիշի տեղի ունեցածի հստակ մանրամասները։ Դեղամիջոցները, որոնք ես տվել եմ, կարող են առաջացնել որոշակի ժամանակային շփոթություն վերջին հիշողության կորուստ, պատասխանեց բժիշկը։ Դա սովորական կողմնակի ազդեցություն է նյարդային ուժեղ ցնցման դեպքերում, ինչպիսին նա ապրեց։ Անին փորձեց խոսել, հարցնել, որտեղ է ինչ է պատահել, բայց պարզեց, որ իր ձայնը դուրս է գալիս որպես անհասկանալի մրմունջ։ Նրա կոպերը տոննաներ էին կշռում, նույնիսկ մեծ ջանքերով նա կարողանում էր աչքերը բաց պահել միայն մի քանի վայրկյան։ Կատարյալ է, ասաց Անուշը։ Նրան քնեցրած պահեք հաջորդ օրերին։ Մյուս աշխատակիցներին կասենք, որ նա նյարդային ցնցում է ստացել աշխատանքային սթրեսի պատճառով։ Նրան կպահենք այստեղ բժշկական հսկողության տակ, մինչ նա լիովին ապաքինվի։ Իր մտքի մշուշի միջից Անին հասկացավ, որ իրեն գերի են պահում հենց առանձնատանը, բժշկական խնամքի պատրվակով։ Նա փորձեց հիշել, թե ինչ էր պատահել նախքան գիտակցությունը կորցնելը, բայց հիշողությունները գալիս էին շփոթված պատառիկներով, որոնք նա չէր կարողանում ամբողջությամբ դասավորել։ Հաջորդ օրերին Անին տատանվում էր մասնակի գիտակցության դեղորայքային խորը քնի մեջ։ Երբեմն նա կարողանում էր լսել սենյակից դուրս տեղի ունեցող զրույցները։ Միշտ Անուշի բժշկի մեջ, քննարկելով իր բուժումը ապաքինումը։ Նա հասկանում էր, որ իրեն պահում են վերահսկվող վիճակում, անկարող ձավորել հստակ մտքեր կամ հաղորդակցվել։ Մինչդեռ աշխատակիցների սենյակներում պաշտոնական վարկածն այն էր, որ Անին հանկարծակի նյարդային ցնցում է ստացել, ստանում է մասնագիտացված բժշկական օգնություն հենց առանձնատանը, Ալեքսանյան ընտանիքի մեծահոգության շնորհիվ։ Աստղիկը Պետրոսը գիտեին, որ պատմության մեջ ավելին կա, բայց չէին համարձակվում բացահայտ հարցեր տալ, վախենալով նույն ճակատագրին արժանանալ։ Տանը Վարդուհին անհանգստությամբ սպասում էր դստեր լուրերին։ Անին խոստացել էր զանգել 3 օրը մեկ, բայց արդեն 1 շաբաթ էր անցել առանց որե կապի։ Մոր անհանգստությունը աճում էր ամեն ժամ, սնվելով Ալեքսանյան առանձնատանն իր իսկ ապրած ցավոտ հիշողություններով։ Օֆելիան առաջինն էր, ով հուշեց, որ ինչ-որ բան այն չէ։ Անին երբեք այդքան երկար չէր մնա առանց լուր տալու, ասաց նա մորը մի հատկապես լարված ընթրիքի ժամանակ։ Ինչ-որ բան է պատահել։ Վարդուհին փորձում էր ինքն իրեն համոզել, որ դա պարզապես առանձնատան մասին իր վատ հիշողություններից առաջացած պարանոյա է, բայց հոգու խորքում գիտեր, որ Օֆելիան ճիշտ է։ Անին չափազանց պատասխանատու էր պարզապես առանց բացատրության անհետանալու համար։ Երբ վերջապես հաջողվեց կապ հաստատել առանձնատան հետ, Վարդուհուն Աննայի կողմից տեղեկացրին, որ դուստրը աշխատանքային սթրեսի պատճառով փոքրիկ ցնցում է ստացել, ընտանիքը խնամում է նրան մինչ լիովին ապաքինվելը։ Բառերը արտաքուստ հանգստացնող էին, բայց տնտեսուհու ձայնի տոնը պարունակում էր մի այնպիսի սառնություն, որը հաստատեց Վարդուհու վատթարագույն վախերը։ Այդ գիշեր Օֆելիան գտավ մորը խոհանոցում լուռ լաց լինելիս։ Առանց բացատրությունների կարիքի նա անմիջապես հասկացավ, որ իրենց վատթարագույն կասկածները հաստատվել են։ Անին վտանգի մեջ էր, միայն ինքը կարող էր փրկել նրան։ Ես կգնամ նրա հետից, ասաց Օֆելիան մի այնպիսի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Վարդուհին բարձրացրեց արցունքոտ աչքերը։ Ինչպե՞ս։ Միակ հնարավոր ձով, պատասխանեց Օֆելիան։ Ես կմտնեմ այդ առանձնատուն կպարզեմ, ինչ են արել քրոջս հետ։ Եվ այս անգամ նրանք ամեն ինչի համար կվճարեն։ Գիշերը ցուրտ էր լուռ, երբ Օֆելիան դիրքավորվեց Ալեքսանյան առանձնատան դարպասներից դուրս, հետելով պատուհանների լույսերին, որոնք թարթում էին մթության մեջ հսկող աչքերի պես։ Նա 3 օր էր անցկացրել, մանրակրկիտ պլանավորելով իր ներթափանցման յուրաքանչյուր մանրամասնը, ուսումնասիրելով այն ամենը, ինչ Անին պատմել էր առանձնատան առօրյայի մասին, անգիր անելով իր երկվորյակ քրոջ բնավորության յուրաքանչյուր գիծը։ Ծրագիրը համարձակ էր իր պարզության մեջ, ներկայանալ որպես նոր աշխատակից, ով հետաքրքրված է այն թափուր տեղով, որը տեսականորեն մնացել էր Անիի բժշկական արձակուրդի պատճառով։ Որպես նույնական երկվորյակներ, ֆիզիկական նմանությունը կատարյալ կլիներ։ Տարբերությունը բնավորության նուրբ մանրամասների մեջ էր, որոնք միայն շատ դիտողական մարդը կարող էր նկատել, իսկ Օֆելիան տարիներ էր անցկացրել քրոջ շարժուձերը դիտելով ընդօրինակելով։
Հաջորդ առավոտ, հագնված նույնպիսի պարզ հագուստով, ինչպիսին Անին էր կրել իր առաջին հարցազրույցի ժամանակ, Օֆելիան սեղմեց առանձնատան զանգը, բաբախող սրտով, բայց խնամքով վերահսկվող դեմքի արտահայտությամբ։ Աննան բացեց դուռը նույն լուրջ դեմքով, ինչպես միշտ, բայց այս անգամ նրա աչքերում ինչ-որ բան փոխվեց, երբ նա նայեց Օֆելիային։ «Դուք», սկսեց Աննան, ակնհայտորեն շփոթված։ «Դուք այն»։ «Ես Օֆելիան եմ», արագ ասաց նա, օգտագործելով ձայնի մի փոքր ավելի մեղմ տոնը, որը նրան տարբերում էր Անիից։ «Լսեցի, որ դուք հնարավոր է նոր աշխատակցի կարիք ունենաք, կցանկանայի դիմել»։ Աննան երկար ժամանակ լուռ մնաց, ուսումնասիրելով Օֆելիայի դեմքը մի այնպիսի ինտենսիվությամբ, որն աղջկան ստիպեց վախենալ, թե իր ծրագիրը կբացահայտվի դեռ չսկսված։ Բայց հետո տնտեսուհին դանդաղ գլխով արեց հրավիրեց նրան ներս։ Նմանությունը ապշեցուցիչ է, մրմնջաց Աննան, մինչ Օֆելիային առաջնորդում էր ծանոթ միջանցքներով, որոնք նա գիտեր միայն Անիի նկարագրություններից։ Դուք որե ազգակցական կապ ունեք այն աշխատակցի հետ, ով վերջերս այստեղ էր աշխատում։ Որքան գիտեմ, ոչ, ստեց Օֆելիան։ Երբեմն մարդիկ պատահաբար նման են լինում։ Անուշ Ալեքսանյանը ընդունեց Օֆելիային նույն սենյակում, որտեղ շաբաթներ առաջ հարցազրույց էր անցկացրել Անիի հետ։ Տանտիրուհու արձագանքը նույնիսկ ավելի ուժեղ էր, քան Աննայինը։ Նա կտրուկ վեր կացավ տեղից, երբ Օֆելիան ներս մտավ, աչքերը լայն բացած, կարծես ուրվական տեսած լիներ։ Դա անհնար է, շշնջաց Անուշը։ Դուք նույնն եք, ինչը։ Այո, շատերն են ինձ այդպես ասել, ընդհատեց Օֆելիան, պահելով բնական տոնը։ Ասում են, նմանակ ունեմ, ով այստեղ է աշխատել։ Գենետիկական պատահականություններ լինում են, չէ՞։ Անուշը արագ ուշքի եկավ, բայց Օֆելիան նկատեց, որ կինը ակնհայտորեն անհանգստացած էր այդ նմանությունից։ Ո՞րն է ձեր անունը։ Օֆելիա։ Եվ ինչու եք հետաքրքրված այստեղ աշխատելով։ Լսել եմ, որ սա հարգարժան ընտանիք է, որը լավ է վերաբերվում իր աշխատակիցներին, ասաց Օֆելիան, խնամքով ընտրելով յուրաքանչյուր բառը։ Ինձ աշխատանք կայունություն է պետք։ Հարցազրույցը հետեց նույն սցենարին, որը Անին նկարագրել էր, բայց Օֆելիան նկատեց, որ Անուշը այս անգամ շատ ավելի զգույշ էր։ Կային լրացուցիչ հարցեր իր ընտանիքի, անցյալի հատկապես այս տարածաշրջանի հետ, որը հնարավոր կապի մասին։ Շատ բարի, ասաց Անուշը վերջապես։ Դուք կարող եք սկսել վաղվանից։ Աննան կբացատրի ձեր պարտականությունները ցույց կտա, թե որտեղ եք մնալու։ Երբ Անուշը ճանապարհեց նրանց, Օֆելիան նկատեց, որ տանտիրուհին անմիջապես վերցրեց հեռախոսը, ակնհայտորեն այդ տարօրինակ պատահականության մասին ինչ-որ մեկին հայտնելու համար։ Նա փորձեց լսել զրույցը, բայց Աննան նրան արագ հեռացրեց, նախքան նա կկարողանար որե օգտակար տեղեկություն որսալ։ Աշխատակիցների սենյակների շրջայցը Օֆելիայի համար անիրական փորձ էր։ Յուրաքանչյուր միջանցք, յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր մանրուք ճիշտ համապատասխանում էր Անիի նկարագրություններին, բայց դրանք անձամբ տեսնելը ամեն ինչ դարձնում էր ավելի իրական, ավելի սարսափելի։ Երբ Աննան նրան մենակ թողեց այն փոքրիկ սենյակում, որն իրենը պետք է լիներ առանձնատանը մնալու ընթացքում, Օֆելիան վերջապես թույլ տվեց, որ ամբողջ օրը զսպած տագնապի արցունքները հոսեն իր դեմքով։ Նկուղում իր առաջին ընթրիքի ժամանակ Օֆելիան ծանոթացավ այն աշխատակիցների հետ, որոնց Անին մանրամասն նկարագրել էր։ Ղուկասը նրան նայում էր խորը շփոթության արտահայտությամբ, ակնհայտորեն անհանգստացած նախկին աշխատակցի հետ նմանությունից։ Պետրոսը կարծես կասկածում էր, որ պատմության մեջ ավելին կա, բայց լռում էր։ Աստղիկն էր, ով վերջապես մոտեցավ Օֆելիային ընդմիջման ժամանակ։ Դու պետք է ինձ ասես, ով ես իրականում, շշնջաց նա, Օֆելիային քաշելով խոհանոցի մի մեկուսի անկյուն։ Օֆելիան մի պահ տատանվեց, բայց հասկացավ, որ ուրիշ ճար չունի, քան ինչ-որ մեկին վստահելը։ Ես Անիի երկվորյակ քույրն եմ։ Եկել եմ նրա հետից։ Թեթությունը, որը տարածվեց աստղիկի դեմքին, անմիջական էր հուզիչ։ Ես գիտեի, որ նրանց պատմությունը նյարդային ցնցման մասին սուտ է, ասաց նա։ Անին լավ էր, երբ նրան վերջին անգամ տեսա։ Նա բաներ էր հետաքննում, ապացույցներ էր հավաքում։ Ինչի՞։ Ապացույցներ, կոնկրետ։ Աստղիկը նյարդայնորեն նայեց շուրջը նախքան պատասխանելը։ Ամեն ինչի։ Չարաշահումների, ստորացումների, կասկածելի փաստաթղթերի, տարօրինակ հանդիպումների։ Անին ապացույցներ էր գտել, որ նրանք դա համակարգված կերպով անում են այն աշխատակիցների հետ, ովքեր չափից շատ հարցեր են տալիս։ Որտեղ է նա հիմա։ Երրորդ հարկի սահմանափակ տարածքում ինչ-որ տեղ, ասաց աստղիկը։
Միայն ընտանիքը նրանց բժիշկը մուտք ունեն։ Ասում են, նա ապաքինվում է, բայց ոչ ոք չի կարող այցելել նրան։ Օֆելիան թեթության զայրույթի խառնուրդ զգաց։ Թեթություն, իմանալով, որ Անին ողջ է, զայրույթ, հաստատելով, որ նրան պահում են իր կամքին հակառակ։ Կարող ես օգնել ինձ հասնել նրան։ Շատ ռիսկային է, նախազգուշացրեց Աստղիկը։ Եթե մեզ բռնեն, մենք էլ նրա նման կվերջացնենք կամ ավելի վատ։ Ես չեմ կարող հեռանալ այստեղից առանց քրոջս, ասաց Օֆելիան մի այնպիսի վճռականությամբ, որը տպավորեց նույնիսկ իրեն։ Օգնությամբ, թե առանց դրա, ես կգտնեմ նրան։ Աստղիկը երկար ժամանակ ուսումնասիրեց Օֆելիայի դեմքը նախքան գլխով անելը։ Պետրոսը նույնպես կուզենա օգնել։ Նա սիրում էր Անին, գիտեր, որ նա փորձում է ինչ-որ կարևոր բան անել։ Հաջորդ օրերին Օֆելիան նվիրվեց ոչ միայն առանձնատան առօրյան սովորելուն, այլ շարունակելու այն հետաքննությունը, որը սկսել էր Անին։ Աստղիկի Պետրոսի օգնությամբ նա բացահայտեց, թե որտեղ էր քույրը թաքցրել իր նշումները, հասանելիություն ստացավ այն լուսանկարներին, որոնք Անին արել էր կասկածելի փաստաթղթերից։ Այն, ինչ նա տեսավ, ցնցեց նրան։ Անի կողմից հավաքված ապացույցները բացահայտում էին չարաշահումների մանիպուլյացիաների մի համակարգված օրինաչափություն, որը ձգվում էր տարիներով։ Կային արձանագրություններ առնվազն 1 տասնյակ աշխատակիցների մասին, ովքեր վերաբնակեցվել կամ հեռացվել էին ընտանիքի գործելակերպերը կասկածի տակ դնելուց հետո, միշտ հետելով նույն սցենարին։ Նախ նրանք սոցիալապես մեկուսացվում էին մյուս աշխատակիցներից, հետո ինչ-որ միջադեպ էր տեղի ունենում, որն արդարացնում էր կարգապահական միջոցները, վերջապես նրանք անհետանում էին առանձնատնից, անձնական փոփոխությունների կամ առողջական խնդիրների մասին անորոշ բացատրություններով։ Քո քույրը շատ մոտ էր այս ամենը բացահայտելուն, բացատրեց Պետրոսը այգում ցածրաձայն զրույցի ժամանակ, հեռու հնարավոր լսողներից։ Նա ծրագրել էր օգտագործել հիմնադրամի ամենամյա պարահանդեսը, ապացույցները հրապարակայնորեն բացահայտելու համար։ Ամենամյա պարահանդեսը, հարցրեց Օֆելիան։ Դա ավանդական միջոցառում է, որը տեղի է ունենում այստեղ, առանձնատանը, ամեն տարի, ասաց Աստղիկը։ Գալիս են քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, կարևոր մարդիկ ամբողջ տարածաշրջանից։ Դա կատարյալ վայր կլիներ Ալեքսանյաններին բացահայտելու համար, որովհետև նրանք չէին կարողանա պարզապես լռեցնել սկանդալը այդքան կարևոր մարդկանց ներկայությամբ։ Օֆելիայի սրտում հույսի կայծ բռնկվեց։ Երբ է հաջորդ պարահանդեսը։ 2 շաբաթից, պատասխանեց Պետրոսը։ Անին օրերն էր հաշվում։ Ուրեմն մենք կավարտենք այն, ինչ նա սկսել է, ասաց Օֆելիան։ Բայց նախ ես պետք է հասնեմ նրան։ Պետք է իմանամ, որ նա լավ է, նա պետք է իմանա, որ ես նրան չեմ լքել։ Հնարավորությունը ստեղծվեց 3 օր անց, երբ Ֆլորան դուրս եկավ հասարակական հանդիպման, իսկ Մարկոսը մեկնեց գործուղման, թողնելով առանձնատունը նվազեցված հսկողությամբ։ Պետրոսին հաջողվեց ձեռք բերել սահմանափակ տարածքի բանալիները, իսկ Աստղիկը խոհանոցում մի այնպիսի իրարանցում ստեղծեց, որը Աննային զբաղեցրեց բավականաչափ ժամանակ, որպեսզի Օֆելիան բարձրանա 3-րդ հարկ։ Այն սենյակը, որտեղ պահում էին Անիին, գտնվում էր մի լուռ միջանցքի վերջում, տան սովորական շարժից հեռու։ Երբ Օֆելիան զգուշորեն բացեց դուռը, նա գտավ իր երկվորյակ քրոջը, պառկած ժամանակավոր բժշկական մահճակալին, միացված որոշ սարքերի աչքերում մի դատարկ արտահայտությամբ, որից նա անմիջապես հասկացավ, որ Անին քնեցրած են պահում։ Անի, շնջաց Օֆելիան, մոտենալով մահճակալին բռնելով քրոջ սառը ձեռքը։ Ես եմ, Օֆելիան։ Եկել եմ քեզ տանելու։ Մի պահ Անին կարծես չճանաչեց նրան։ Բայց դանդաղորեն, դեղորայքի մշուշի միջից նրա աչքերը սկսեցին կենտրոնանալ Օֆելիայի դեմքին։ Օֆելիա մրմնջաց նախռպոտ հեռավոր ձայնով։ Դու չես կարող այստեղ լինել։ Վտանգավոր է։ Գիտեմ, որ վտանգավոր է, ասաց Օֆելիան, պայքարելով արցունքների դեմ։ Բայց ես քեզ այստեղ մենակ չէի թողնի։ Գտել եմ քո նշումները, լուսանկարները, ամեն ինչ։ Ես կավարտեմ այն, ինչ դու սկսել ես։ Անին փորձեց նստել, բայց դեղերը նրա շարժումները դարձնում էին դանդաղ անկայուն։ Նրանք ամեն ինչ գիտեն, Օֆելիա։ Գիտեն, որ ես հետաքննում էի։ Դրա համար են ինձ այստեղ պահում, ինչ շփոթված են պահում, որպեսզի ոչ մեկին ոչինչ չկարողանամ պատմել։ Բայց դու հիմա մենակ չես, ասաց Օֆելիան, ավելի ամուր սեղմելով քրոջ ձեռքը։ Աստղիկը Պետրոսը օգնում են ինձ։ Մենք ամեն ինչ կբացահայտենք ամենամյա պարահանդեսի ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես դու էիր ծրագրել։ Հույսի մի շող անցավ Անիի աչքերով։
Դու պետք է շատ զգույշ լինես։ Ֆլորան ամեն ինչից կասկածում է։ Եթե նա պարզի, ով ես դու։ Նա չի պարզի, խոստացավ Օֆելիան։ Իսկ 2 շաբաթից մենք միասին դուրս կգանք այստեղից, ամբողջ աշխարհին ցույց տալուց հետո, թե իրականում ովքեր են Ալեքսանյանները։ Օֆելիան ստիպված էր հեռանալ, նախքան նրա բացակայությունը կնկատվեր, բայց նա իր հետ տարավ մի բան, որն ավելի արժեքավոր էր, քան անի հավաքած բոլոր ապացույցները, համոզվածությունը, որ քույրը ողջ է, գիտակից սպասում է արդարության։ Այժմ նրա հերթն էր այդ հույսը իրականություն դարձնելու, նույնիսկ եթե դա նշանակում էր առերեսվել տարածաշրջանի ամենահզոր ընտանիքներից մեկի հետ իրենց իսկ տարածքում։ Ալեքսանյան հիմնադրամի ամենամյա պարահանդեսի նախապատրաստությունները առանձնատունը վերածեցին լարվածության տագնապի լաբորատորիայի։ Ընտանիքի համար դա հնարավորություն էր ցուցադրելու իրենց ազդեցությունը մեծահոգությունը տարածաշրջանի վերնախավի առջ։ Օֆելիայի նրա գաղտնի դաշնակիցների համար դա վերջին շանսն էր բացահայտելու տասնամյակների չարաշահումները մանիպուլյացիաները մի հանրության առջ, որին հեշտությամբ հնարավոր չէր լինի լռեցնել։ Օֆելիան Անի հետ հանդիպումից հետո հաջորդ 2 շաբաթներն անցկացրել էր տենթագին հետաքննության մեջ։ Յուրաքանչյուր փաստաթուղթ, որ նա գտնում էր, յուրաքանչյուր զրույց, որ կարողանում էր որսալ, յուրաքանչյուր մանրամասն Ալեքսանյան ընտանիքի ներքին գործելակերպի մասին, նոր կտոր էր ավելացնում այն հսկայական փազլին, որը նա հավաքում էր։ Այն, ինչ նա բացահայտեց, գերազանցեց նրա վատթարագույն սպասելիքները վերահսկողության այն համակարգի մասին, որը ղեկավարում էր ոչ միայն առանձնատունը, այլ բիզնեսների ազդեցությունների մի ամբողջ ցանց։ Պետրոսի օգնությամբ նա կարողացավ մուտք գործել առանձնատան անվտանգության համակարգի թվային արխիվներ։ Այնտեղ նա գտավ ձայնագրություններ, որոնք իբր թե չնջվել էին, բայց պահպանվել էին թաքնված պահուստային պատճեններում, որոնք միայն անվտանգության աշխատակիցը գիտեր, ինչպես գտնել։ Պատկերները ցույց էին տալիս գիշերային հանդիպումներ հայտնի հասարակական գործիչների հետ, քննարկումներ խնդրահարույց աշխատակիցների համար, լուծումների մասին, նույնիսկ ստորացումների ու ագրեսիայի դրվագներ, որոնք խնամքով հեռացվել էին պաշտոնական ձայնագրություններից։ Աստղիկը իր հերթին դարձել էր ինքնաշեն լրտես ընտանիքի հատուկ ճաշերի ժամանակ։ Նրա դիրքը խոհանոցում թույլ էր տալիս լսել զրույցներ, որոնք տեղի էին ունենում մտերիմ ընթրիքների ժամանակ, երբ Ալեքսանյանները իրենց ապահով էին զգում նուրբ հարցեր քննարկելու համար։ Նա բացահայտեց, որ ընտանիքը մանրամասն դոսիեներ էր պահում յուրաքանչյուր աշխատակցի մասին, ներառյալ տեղեկություններ նրանց ընտանիքների, նրանց թույլ կողմերի ճնշման հստակ մեթոդների մասին, որոնք կարող էին օգտագործվել, եթե նրանք դառնային անհավատարիմ։ Նրանք ամեն ինչ գիտեն մեր մասին, հայտնեց Աստղիկը Օֆելիային այգում իրենց գաղտնի զրույցներից մեկի ժամանակ։ Գիտեն, որ ես պահում եմ հիվանդ մորս, գիտեն փոքր քրոջս դպրոցի մասին, հստակ գիտեն, ինչպես ինձ վնասել, եթե ես փորձեմ հեռանալ այստեղից կամ խնդիրներ ստեղծել։ Ամենաանհանգստացնող բացահայտումը եկավ Ղուկասի միջոցով, ամենահին աշխատակցի, ով վերջապես որոշեց միանալ խմբին տասնամյակների հնազանդ լռությունից հետո։ Նա բացահայտեց, որ ունի Վիկտորի աշխատասենյակի գաղտնի պահարանի բանալին, որտեղ պահվում էին ընտանիքի ամենավտանգավոր փաստաթղթերը։ 20 տարի է, այստեղ եմ աշխատում, ասաց Ղուկասը դողացող ձայնով նկուղում կազմակերպված գաղտնի հանդիպման ժամանակ։ Տեսել եմ գործընկերների անհետացումը, տեսել եմ ընտանիքների կործանումը, տեսել եմ, թե ինչպես են լավ մարդիկ կոտրվում այս ընտանիքի կողմից։ Միշտ շատ եմ վախեցել գործելու համար, բայց հիմա ձեր տարիքի թոռնուհի ունեմ, այլս չեմ կարող լռել։ Վիկտորի պահարանը պարունակում էր փաստաթղթեր, որոնք հաստատեցին Օֆելիայի վատթարագույն վախերը։ Կային նամակագրություններ տարածաշրջանի այլ ազդեցիկ ընտանիքների հետ, քննարկելով աշխատուժի կառավարման մեթոդները այնպես, որ աշխատակիցները մնան կախվածության հնազանդության մեջ։ Կային ֆինանսական արձանագրություններ, որոնք ցույց էին տալիս կասկածելի վճարումներ հասարակական գործիչներին, ներառյալ որոշ քաղաքական գործիչների ոստիկանության ներկայացուցիչների։ Բայց ամենացնցողը մի հատուկ թղթապանակ էր Վարդուհու, Օֆելիայի Անիի մոր մասին։ Փաստաթուղթը բացահայտում էր, որ Վարդուհին չէր հեռացվել կասկածելի փաստաթղթեր տեսնելու պատճառով, ինչպես ինքն էր միշտ կարծել։ Իրականում նա ճանաչվել էր որպես պոտենցիալը ապակայունացնող ազդեցություն մյուս աշխատակիցներին պաշտպանելու անարդար վերաբերմունքը հարցականի տակ դնելու իր հակվածության պատճառով։ Հեռացումը ծրագրվել էր որպես կանխարգելիչ միջոց, նախքան նա կկարողանար իրական խնդիր դառնալ։ Թղթապանակում նա նշվում էր, որ ընտանիքը լուռ հսկողություն էր պահպանում Վարդուհու նրա դուստրերի նկատմամբ նրանց հեռանալուց հետո, երաշխավորելու համար, որ ընտանեկան բիզնեսի գաղտնիությունը պահպանվի։
Օֆելիան սարսափով հասկացավ, որ իր ընտանիքը հսկողության տակ է եղել այս բոլոր տարիների ընթացքում, որ իր ներկայությունը առանց Նատանը հավանաբար աննկատ չէր մնացել, ինչպես ինքն էր պատկերացնում։ Այս գիտակցումը հաստատվեց, երբ պարահանդեսից 3 օր առաջ Ֆլորան մոտեցավ Օֆելիային մաքրության աշխատանքների ժամանակ մի ժպիտով, որը սառեցրեց աղջկա արյունը։ «Գիտես», ասաց Ֆլորան անփույթ, «քո նմանությունը մեր նախկին աշխատակցի հետ շարունակում է ինձ հետաքրքրել։ Երբեմն տպավորություն ունեմ, որ դու պարզապես նման չես նրան կարծես նույն մարդը լինես»։ Օֆելիան պահեց դեմքի անտարբերությունը, թե սիրտը ուժգին բաբախում էր։ «Մարդիկ ինձ միշտ ասում են, որ ես սովորական դեմք ունեմ, օրիորդ Ֆլորա»։ Մրմնջաց Ֆլորան, ուսումնասիրելով Օֆելիայի դեմքը գիշատիչ ինտենսիվությամբ։ «Թերս իրավացի ես։ Կամ թերս դու հենց այն մարդն ես, ում ես կարծում եմ»։ Քողարկված սպառնալիքը պարզ էր, բայց Օֆելիան գիտեր, որ նա շատ մոտ է նպատակին նահանջելու համար։ Նա իր դաշնակիցները գիշերներ էին անցկացրել, մանրակրկիտ պլանավորելով, թե ինչպես կօգտագործեն պարահանդեսը Ալեքսանյան ընտանիքին բացահայտելու համար։ Պետրոսը միջոց էր գտել մուտք գործելու ձայնային պրոյեկցիոն համակարգ, որը կօգտագործվեր միջոցառման ժամանակ, թույլ տալով նրանց հեռարձակել իրենց ապացույցները առանձնատան գլխավոր սրահների էկրաններով։ Աստղիկին հաջողվել էր ձեռք բերել հյուրերի ցուցակի պատճենը, որը ներառում էր լրագրողներ տարածաշրջանի 3 հիմնական լրատվամիջոցներից, ինչպես նա տեղական քաղաքական գործիչների աշխատանքային իրավունքների կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր իբր թե ընտանիքի դաշնակիցներն էին։ Ալեքսանյաններին հենց այն մարդկանց առջ բացահայտելու հեգնանքը, ում նրանք փորձում էին տպավորել իրենց հարգարժան դիմակով, աննկատ չմնաց խմբի ոչ մի անդամի համար։ Ղուկասը հանձն առավ պատրաստել ամենակարևոր փաստաթղթերի ֆիզիկական պատճենները, դասավորված այնպես, որ դրանք հեշտությամբ բաժանվեն հյուրերին այն իրարանցման ժամանակ, որը անկասկած կհաջորդեր բացահայտմանը։ Նա նշեց առանձնատնից փախուստի ուղիները այն դեպքում, եթե իրավիճակը վտանգավոր դառնար դավադիրների համար։ Բայց ծրագրի ամենակարևոր տարրը կախված էր Օֆելիայից, բացահայտմանը հաջորդող քաոսի ժամանակ նա պետք է կարողանար մուտք գործել այն սենյակը, որտեղ պահվում էր Անին, դուրս բերեր քրոջը առանձնատնից, նախքան ընտանիքը կհասկանար, որ նրանց ինքնությունը բացահայտվել է։ Պետրոսը պարզել էր, որ Անիի խնամքի համար պատասխանատու բժիշկը նույնպես ներկա կլիներ պարահանդեսին, թողնելով սահմանափակ տարածքը նվազագույն հսկողությամբ։ «Մենք միայն մեկ շանս ունենք սա ճիշտ անելու համար», ասաց Պետրոսը խմբի վերջին հանդիպման ժամանակ, պարահանդեսի նախորդ գիշերը։ «Եթե ինչ-որ բան այնպես չգնա, եթե մեզ բացահայտեն նախքան հեռարձակումը, մենք բոլորս կվերջացնենք Անիի նման կամ ավելի վատ»։ «Ուրեմն մեզ չեն բացահայտի», ասաց Օֆելիան մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ «Քույրս վստահեց ձեզ շարունակելու այն աշխատանքը, որը նա սկսել էր, ես վստահում եմ ձեզ, օգնելու ինձ նրան այստեղից դուրս բերել։ Վաղը երեկոյան Ալեքսանյանները կպարզեն, որ որոշ մարդկանց հնարավոր չէ պարզապես լռեցնել»։ Պարահանդեսի նախորդ գիշերը ամենաերկարն էր Օֆելիայի կյանքում։ Նա արթուն մնաց, վերանայելով ծրագրի յուրաքանչյուր մանրամասնը, վերստուգելով իրենց հավաքած ապացույցները, հոգեբանորեն պատրաստվելով այն բախմանը, որը գիտեր գալու է։ Նա գիտեր, որ պատրաստվում է առերեսվել տարածաշրջանի ամենահզոր ընտանիքներից մեկի հետ նրանց իսկ տարածքում, նրանց իսկ հյուրերի առջ, օգտագործելով այն միջոցները, որոնք ինքը փոխ էր առել նրանցից։ Ավելի կարևոր է, նա գիտեր, որ դա անում է ոչ միայն Անիի համար, այլ բոլոր այն աշխատակիցների համար, ովքեր տարիների ընթացքում չարաշահվել են, ստորացվել, լռեցվել։ Վարդուհու համար, ով գրեթե 2 տասնամյակ կրել էր պարտադրված լռության բեռը։ Աստղիկի համար, ով արժանի էր աշխատել առանց վախի։ Պետրոսի համար, ով արժանի էր արժանապատվության։ Ղուկասի համար, ով արժանի էր տեսնել արդարությունը նախքան շատ ուշ լինելը։ Մինչ նա հետում էր առանձնատան լույսերին, որոնք մեկ առ մեկ մարում էին վաղ առավոտյան ժամերին, Օֆելիան լուռ խոստում տվեց ինքն իրեն Անիին, կապ չունի, ինչ կպատահի պարահանդեսի ժամանակ, նա չի հեռանա այդ վայրից առանց քրոջ, թույլ չի տա, որ Ալեքսանյան ընտանիքը շարունակի անպատիժ կերպով կործանել կյանքեր։ Այդ անքուն գիշերվա ընթացքում նա մեկ անգամ վերանայեց բոլոր թվային արխիվները, որոնք Պետրոսին հաջողվել էր հանել համակարգից։ Նա վերջին օրերին ավելի անհանգստացնող մի բան էր բացահայտել։ Ալեքսանյան ընտանիքը կապեր էր պահպանում տարածաշրջանի այլ ազդեցիկ ընտանիքների հետ, կիսելով մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություններ, որոնք իրականում շահագործման վերահսկողության նուրբ մեթոդներ էին։
Գոյություն ուներ առանձնատների ձեռնարկությունների մի ամբողջ ցանց, որոնք գործարկում էին նմանատիպ համակարգեր, պաշտպանելով միմյանց լռության լուռ համաձայնագրերի միջոցով։ Նամակագրություններից մեկը, որ նա լուսանկարել էր, ցույց էր տալիս Վիկտորին քննարկելիս ֆինանսական ոլորտի մի գործարարի հետ պատշաճ կերպով կրթելու անհրաժեշտությունը այն աշխատակիցներին, ովքեր ցուցաբերում են հարցադրող հակումներ։ Առաջարկվող մեթոդը ներառում էր աստիճանական սոցիալական մեկուսացում, համակարգված հոգեբանական ճնշում ի վերջո իրավիճակների ստեղծում, որոնք կարդարացնեին հեռացումը անպութության կամ վարքագծային խնդիրների պատճառով։ Մեկ այլ փաստաթուղթ բացահայտում էր, որ ընտանիքը մանրամասն դոսիեներ էր պահում ոչ միայն իր աշխատակիցների, այլ նախկին աշխատակիցների մասին, ում համարում էր անվտանգության ռիսկ։ Վարդուհին ներառված էր այդ ցուցակում, ավելի քան 30 այլ մարդկանց հետ միասին, ովքեր հեռացվել էին տարիների ընթացքում։ Օֆելիայի մոր մասին թղթապանակը պարունակում էր տեղեկություններ նրա սովորությունների, առօրյայի, ներկայիս աշխատավայրի, նույնիսկ դուստրերի դպրոցական առաջադիմության մասին։ Նրանք գիտեն, որտեղ ենք մենք ապրում, շնջացել էր Օֆելիան աստղիկին, երբ բացահայտել էր այդ տեղեկությունը։ Գիտեն, որտեղ է մայրս աշխատում, գիտեն մեր առօրյան։ Նրանք մեզ հսկել են այս բոլոր տարիների ընթացքում։ Այս բացահայտումը ավելի մեծ հրատապություն էր հաղորդել նրանց առաքելությանը։ Դա միայն արդարության հարց չէր, այլ իրենց ընտանիքների անվտանգության։ Եթե ծրագիրը ձախողվեր, եթե նրանց բացահայտեին նախքան ամեն ինչ հրապարակայնորեն բացահայտելը, հետանքները չէին սահմանափակվի միայն առանձնատան ներսում գտնվող դավադիրներով։ Աստղիկը խոստովանել էր, որ իր սեփական կասկածները մշտական հսկողության մասին հաստատվել էին, երբ նա գտել էր նշումներ իր հիվանդ մոր մասին ընտանիքի արխիվներից մեկում։ Նրանք հստակ գիտեն, երբ է նա գնում բժշկի, ինչ տեղ է խմում, ինչքան արժե բուժումը, ասել էր նա հուզված ձայնով։ Գիտեն, որ եթե ես կորցնեմ այս աշխատանքը, նա հնարավոր է չկարողանա շարունակել բուժումը։ Այսպես են նրանք ինձ այստեղ պահում, վախի միջոցով։ Պետրոսը նույնպես անհանգստացնող բան էր բացահայտել, վերլուծելով անվտանգության ձայնագրությունների օրինաչափությունները։ Նրանք ոչ միայն անջատում են տեսախցիկները կարևոր հանդիպումների ժամանակ, բացատրել էր նա իրենց գաղտնի զրույցներից մեկի ժամանակ։ Նրանք նահետադարձ ուժով խմբագրում են սովորական իրավիճակների ձայնագրությունները, ստեղծելու համար ապացույցները այն աշխատակիցների դեմ, ում ուզում են հեռացնել։ Տեսել եմ վիդեոֆայլեր, որտեղ հստակ հեռացրել են զրույցների կամ իրավիճակների մասեր, որպեսզի այնպես երավ, թե աշխատակիցը անհնազանդություն կամ անպութություն է դրսևորել։ Ղուկասը լրացրել էր այս բացահայտումները տեղեկություններով, որոնք պահել էր տասնամյակներ շարունակ։ Հիշում եք Մարիամին, ով աշխատում էր լվացքատանը 5 տարի առաջ։ Ասացին, որ նրան հեռացրել են գողության համար, բայց ես տեսա, թե ինչպես է Վիկտորը իրեր դնում նրա սենյակում, մեղադրանքը հիմնավորելու համար։ Հովհաննեսը, ով խնամում էր այգիները, մեղադրվեց գույքին վնաս հասցնելու մեջ այն բանից հետո, երբ նրանք իրենք ոչնչացրին որոշ հազվագյուտ բույսեր մեղքը գցեցին նրա վրա։ Դա մի օրինաչափություն է, որը կրկնվում է տարիներ շարունակ։ Այս բացահայտումները ծրագիրը դարձրել էին ավելի բարդ։ Բավական չէր պարզապես բացահայտել այն չարաշահումները, որոնք տեղի էին ունենում առանձնատան ներսում։ Անհրաժեշտ էր բացահայտել մանիպուլյացիայի, շանտաժի, կեղծ մեղադրանքների ամբողջ ցանցը, որը ընտանիքը օգտագործում էր կյանքեր վերահսկելու կործանելու համար։ Օֆելիան 2 գիշեր էր անցկացրել, բոլոր ապացույցները ժամանակագրական թեմատիկ կերպով դասավորելով, ստեղծելով մի շնորհանդես, որը ցույց կտար ոչ թե պարզապես առանձին միջադեպեր, այլ վարքագծի համակարգված օրինաչափություն, որը ձգվում էր տասնամյակներով։ Նա ուզում էր, որ պարահանդեսի հյուրերը հասկանան, որ տեսնում են ոչ թե պարզապես հարուստ ընտանիքի մի քանի վատ պահեր, այլ ճնշման մի կազմակերպված համակարգ։ Պարահանդեսից առաջ վերջին 48 ժամերը ամենաինտենսիվն էին։ Պետրոսին հաջողվեց մուտք գործել առանձնատան հիմնական սերվերներ բացահայտել, որ ընտանիքը պահում էր բոլոր այն ձայնագրությունների պահուստային պատճենները, որոնք պաշտոնապես ջնջվել էին։ Նրանք ամեն ինչ պահում են, բացատրեց նա հուզմունքով։ Բոլոր այն ապացույցները, որոնք կարծում էինք, թե կորցրել ենք, այստեղ են։ Նրանք պահում են ֆայլերը որպես պաշտպանության միջոց, եթե կարիք լինի միմյանց շանտաժի ենթարկել։ Այս բացահայտումը լիովին փոխեց շնորհանդեսի ռազմավարությունը։ Փոխանակ կախված լինելու միայն այն ապացույցներից, որոնք անին էր հավաքել, այժմ նրանք հասանելիություն ունեին տասնամյակների վտանգավոր նյութերի։ Մարտահրավերը դարձավ այն, թե ինչպես ամեն ինչ դասավորել այնպես, որ ազդեցությունը լինի առավելագույնը այն մի քանի րոպեների ընթացքում, որոնք նրանք կունենային նախքան ընտանիքը կկարողանար ընդհատել հեռարձակումը։
Աստղիկը առանցքային դեր ունեցավ նախապատրաստական այս փուլում։ Նրա դիրքը խոհանոցում թույլ տվեց նրան հստակ պարզել, թե ովքեր են լինելու պարահանդեսի ամենաազդեցիկ հյուրերը։ Սենատոր Ֆիլիպ Մինասյանը այստեղ է լինելու, շշնջաց նա Օֆելիային ընդմիջման ժամանակ։ Նա նահանգային կոնգրեսի աշխատանքային իրավունքների հանձնաժողովի նախագահն է։ Եթե նա անձամբ տեսնի ապացույցները, գործը լռեցնելը անհնար կլինի։ Եվ տարածաշրջանային հեռուստաալիքի լրագրող Աննա Սարգսյանը նույնպես հաստատել է իր ներկայությունը, ավելացրեց Պետրոսը։ Նա արդեն ռեպորտաժներ է արել խոշոր ընկերություններում իշխանության չարաշահման մասին։ Եթե կարողանանք շնորհանդեսի ժամանակ գրավել նրա ուշադրությունը։ Ղուկասը օգնեց առանձնատան ֆիզիկական կառուցվածքի մասին տեղեկություններով։ Հեռարձակումը սկսելուց հետո նրանք կփորձեն հասնել կառավարման համակարգին, ամեն ինչ անջատելու համար։ Բայց նկուղում կա պահուստային սենյակ, որը նրանք հավանաբար կմոռանան։ Եթե ինչ-որ մեկին հաջողվի իրարանցման ժամանակ հասնել այնտեղ, կարող է հեռարձակումը միացված պահել, նույնիսկ եթե նրանց հաջողվի անջատել հիմնական համակարգը։ Պարահանդեսի ժամանակ պարտականությունների բաշխումը պլանավորվեց մանրակրկիտ կերպով։ Պետրոսը պատասխանատու կլիներ հեռարձակումը սկսելու միացված պահելու համար։ Աստղիկը կզբաղվեր ներկա լրագրողներին իշխանության ներկայացուցիչներին փաստաթղթերի ֆիզիկական պատճենները բաժանելով։ Ղուկասը կհետեր փախուստի ուղիներին անհրաժեշտության դեպքում կփորձեր հասնել պահուստային սենյակ։ Օֆելիան կունենար ամենառիսկային առաջադրանքը։ Բացահայտմանը հաջորդող քաոսի ժամանակ նա պետք է հասներ Անին դուրս բերեր նրան առանձնատնից, նախքան ընտանիքը կնկատեր, որ իրենց ինքնությունը բացահայտվել է։ Իսկ եթե մեզ բաժանեն իրարանցման ժամանակ, հարցրեց Աստղիկը խմբի վերջին հանդիպման ժամանակ։ Ուրեմն յուրաքանչյուրն անում է իր մասը, մենք հանդիպում ենք այն վայրում, որը պայմանավորվել ենք, պատասխանեց Օֆելիան։ Առաջնահերթությունը ապացույցները հանրությանը հասցնելն է։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։ Բայց հոգու խորքում Օֆելիան գիտեր, որ առանց Անիի չի հեռանա առանձնատնից, անկախ ռիսկերից։ Քույրը վտանգել էր ամեն ինչ այս հետաքննությունը սկսելու համար, հիմա իր հերթն էր ավարտելու աշխատանքը երաշխավորելու, որ երկուսն էլ այնտեղից դուրս կգան ողջ ազատ։ Ալեքսանյան հիմնադրամի ամենամյա պարահանդեսի օրվա լուսաբացը իր հետ բերեց մի տենթագին էներգիա, որը տիրեց ամբողջ առանձնատանը։ Ծաղկավաճառները եկան հորինվածքներով, որոնք ավելի թանկ արժեին, քան աշխատակիցների մեծ մասի ամսական աշխատավարձը։ Ձավորողները սրահները վերածեցին պատմական ֆիլմերի տեսարանների հիշեցնող վայրերի։ Տեղական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները փորձարկեցին սարքավորումները գլխավոր սրահում տեղադրված ժամանակավոր բեմի վրա։ Մատուցողների լրացուցիչ անվտանգության աշխատակիցների հոսքը շարունակական էր, գույքը վերածելով գործունեության մրջնանոցի։ Վիկտորը անձամբ էր վերահսկում յուրաքանչյուր մանրամասն, ինչպես միշտ անում էր կարևոր միջոցառումների ժամանակ։ Օֆելիան առավոտյան հետում էր նրան, նկատելով, թե ինչպես է նա արտաքին մատակարարների հետ վերաբերվում պրոֆեսիոնալ քաղաքավարությամբ, բայց առանձնատան ներքին աշխատակիցներին դիմում էր մի ավտոմատ սառնությամբ, որը բացահայտում էր, թե իրականում ինչպես է նրանց տեսնում։ Անուշը շրջում էր սենյակից սենյակ, ստուգելով յուրաքանչյուր զարդարանք, կահույքի յուրաքանչյուր դասավորություն, յուրաքանչյուր մանրամասն, որը կարող էր ազդել հյուրերի վրա ընտանիքի թողած տպավորության վրա։ Այդ ստուգումներից մեկի ժամանակ նա կանգ առավ Օֆելիայի մոտ, երկար ժամանակ դիտեց նրան։ Դուք օրինակելի աշխատակից եք եղել, ասաց Անուշը մի տոնով, որը գրեթե մայրական էր հնչում, բայց պարունակում էր նուրբ սպառնալիք։ Հուսով եմ, այդպես էլ կշարունակեք։ Օֆելիան հարգալից գլխով արեց, բայց հասկացավ, որ մայրապետը դեռս կասկածներ ունի իր իրական ինքնության վերաբերյալ։ Դա մրցավազք էր ժամանակի հետ։ Նրանք պետք է իրականացնեին ծրագիրը, նախքան կասկածները կվերածվեին ուղղակի գործողության։ Մարկոսը Ֆլորան օրն անցկացրին միջոցառման հստակ ասպեկտները համակարգելով, երկուսն էլ ցուցադրելով այն բնական մեծամտությունը, որը Օֆելիան սովորել էր արհամարհել։ Կեսօրին նա ականատես եղավ, թե ինչպես է Ֆլորան կոպտորեն նախատում միջոցառման համար վարձված ժամանակավոր աշխատակիցներից մեկին պարզապես այն պատճառով, որ կինը հարցրել էր, որտեղ պետք է տեղադրի որոշ ծաղկային հորինվածքներ։ Դուք չեք կարողանում ինքնուրույն մտածել, գոռաց Ֆլորան, նրա ձայնը արձագանքեց սրահում։ Կարծում եք, ես այստեղ եմ տարրական խնդիրներ լուծելու համար, որոնք կես ուղեղ ունեցող ցանկացած մարդ ինքնուրույն կլուծեր։ Ժամանակավոր աշխատակիցը, մի միջին տարիքի կին, ում ակնհայտորեն պետք էր այդ լրացուցիչ գումարը, բազմիցս ներողություն էր խնդրում, մինչ ստորացման արդյունքները հոսում էին նրա դեմքով։
Օֆելիան հետում էր տեսարանին սեղմված բռունցքներով, հիշելով բոլոր այն պատճառները, թե ինչու այն, ինչ իրենք պատրաստվում էին անել, ոչ միայն արդարացված էր, այլ անհրաժեշտ։ Կեսօրին, մինչ վերջնական նախապատրաստությունները ավարտվում էին, Օֆելիան կարողացավ վերջին անգամ կարճ զրուցել իր յուրաքանչյուր դաշնակցի հետ։ Պետրոսը հաստատեց, որ բոլոր համակարգերը պատրաստ են։ Աստղիկը ստուգեց, որ ունի ամենակարևոր փաստաթղթերի բավարար պատճենները։ Ղուկասը անգիր արեց պահուստային սենյակի ուղիները, փախուստի այլընտրանքային կետերը։ Այս գիշերվանից հետո մեր կյանքը երբեք նույնը չի լինի, ասաց Օֆելիան խմբի վերջին հանդիպման ժամանակ։ Բայց նա բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր չարաշահվել են այս ընտանիքի կողմից, կփոխվի դեպի լավը։ Արժեր յուրաքանչյուր ռիսկ, որին մենք դիմեցինք։ Մինչ Արը մայր էր մտնում, առաջին հյուրերը սկսում էին ժամանել, Օֆելիան մտքով վերջին անգամ այցելեց Անիին։ Մի քանի ժամից քույրը վերջապես ազատ կլիներ, նրա հետ միասին բոլոր այն աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ ապրել էին պարտադրված լռության ծանրության տակ։ Պաշտոնական կազմակերպիչների համար դա պարզապես հերթական հեղինակավոր միջոցառումն էր։ Օֆելիայի նրա դաշնակիցների համար դա այն օրն էր, երբ տարիների անարդարությունը վերջապես պետք է բացահայտվեր լույսի ներքո, երբ անհաղթահարելի թվացող ուժը պետք է պարզեր, որ որոշ մարդկանց երբեք հնարավոր չէ իսկապես լռեցնել։ Եվ այս անգամ ճշմարտությունը լռեցնելը անհնար կլիներ։ Ալեքսանյան առանձնատան մեծ սրահը երբեք այնքան շլացուցիչ չէր եղել, որքան այդ գալա երեկոյին։ Բյուրեղապակյա ջահերը ողողել էին տարածքը ոսկեգույն լույսով, որը ստիպում էր մարմարներին փայլել թանկարժեք քարերի պես, մինչդեռ խնամքով պլանավորված ծաղկային հորինվածքները յուրաքանչյուր անկյուն վերածել էին արվեստի գործի։ Հյուրերը ժամանում էին շքեղ մեքենաներով, անցնելով գլխավոր մուտքի աստիճաններով, ինչպես հայտնի մարդիկ կարմիր գորգի վրա։ Օֆելիան հետում էր ամեն ինչին սրահի մուտքի մոտ գտնվող իր ռազմավարական դիրքից, հագնված միջոցառման ժամանակ սպասարկող աշխատակիցների անթերի համազգեստով։ Նրա սիրտը բաբախում էր մի այնպիսի արագությամբ, որը սպառնում էր դավաճանել նրա իրական զգացմունքները, բայց նրա դեմքի արտահայտությունը մնում էր հանգիստ պրոֆեսիոնալ։ Յուրաքանչյուր հյուր, ով անցնում էր նրա կողքով, ներկայացնում էր մի պոտենցիալ վկա այն ամենի համար, ինչ պատրաստվում էր տեղի ունենալ։ Վիկտոր Ալեքսանյանը շրջում էր սրահում ինչպես կայսրի սեփական թագավորությունում, ողջունելով ազդեցիկ գործարարներին, տեղական քաղաքական գործիչներին, մամուլի ներկայացուցիչներին այն մարդու վստահությամբ, ով երբեք կասկածի տակ չէր դրել իր սեփական ուժը։ Անուշը ուղեկցում էր նրան, փայլելով մի զգեստով, որն ավելի թանկ արժեր, քան մարդկանց մեծ մասը վաստակում էր մեկ տարում, ցուցադրելով կատարյալ տանտիրուհու ժպիտը։ Մարկոսը Ֆլորան կողքից հետում էին ծնողներին, երկուսն էլ հագնված անթերի էլեգանտությամբ ցուցադրելով նույն բնական մեծամտությունը, որը Օֆելիան սովորել էր ատել առանձնատանը անցկացրած իր շաբաթների ընթացքում։ Ֆլորան, մասնավորապես, թվում էր հատկապես գոհ իրենից այդ գիշեր, կարծես գիտեր, որ պատրաստվում է մասնակցել ինչ-որ նշանակալի բանի։ Միջոցառումը հետեց իր ավանդական սցենարին առաջին 2 ժամվա ընթացքում։ Ելույթներ բարեգործության սոցիալական պատասխանատվության մասին արձագանքեցին սրահում, արտասանված հզոր մարդկանց կողմից, ովքեր խոսում էին անապահովներին օգնելու մասին, մինչ նրանց սպասարկում էին մարդիկ, ովքեր վաստակում էին այն ամենի մի չնչին մասը, ինչ նրանք ծախսում էին մեկ ընթրիքի վրա։ Օֆելիան հետում էր այդ կեղծավորությանը զզվանքի աճող վճռականության խառնուրդով։ Պետրոսը զգուշորեն դիրքավորվել էր ձայնային պրոյեկցիոն համակարգի մոտ, սպասելով պայմանավորված ազդանշանին։ Աստղիկը շրջում էր հյուրերի միջ նախուտեստների սկուտեղով, գաղտնի բաժանելով ամենակարևոր փաստաթղթերի պատճենները հատուկ լրագրողների, ովքեր նախապես նույնականացվել էին։ Ղուկասը մնում էր գլխավոր ելքերի մոտ, պատրաստ ցանկացած անակնկալի։ Պահը եկավ Վիկտորի գլխավոր ելույթի ժամանակ, ընտանեկան արժեքների մասին, որոնք առաջնորդում էին իր բիզնեսը բարեգործական հիմնադրամը։ Նա սրահի կենտրոնում էր, մայկրոֆոնը ձեռքին, ամբողջ ուշադրությունը ուղղված իր խնամքով փորձված խոսքերին, ազնվության սոցիալական հանձնառության մասին։ Մեր ընտանիքը միշտ հավատացել է, որ իրական հաջողությունը չի չափվում միայն շահույթով, այլ նրանով, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, ովքեր աշխատում են մեզ հետ, ասում էր Վիկտորը այն մարդու համոզմունքով, ով իրոք հավատում էր իր սեփական ստերին։ Հավատարմությունը փոխադարձ հարգանքը այն հիմնասյուներն են, որոնք պահում են այն ամենը, ինչ մենք կառուցել ենք։ Հենց այդ պահին Պետրոսը միացրեց համակարգը։ Սրահի էկրանները, որոնք նախկինում ցուցադրում էին Ալեքսանյան ընտանիքի նրանց բարեգործական աշխատանքների նրբագեղ պատկերները, հանկարծակի փոխվեցին, ցույց տալու համար լիովին այլ բան։
Առաջին պատկերները այն փաստաթղթերի լուսանկարներն էին, որոնք Անին էր բացահայտել կեղծ պայմանագրեր, անօրինական պատիժների արձանագրություններ, նամակագրություններ աշխատակիցներին վերահսկելու մեթոդների մասին։ Սրահը ընկղմվեց շփոթված լռության մեջ, մինչ հյուրերը փորձում էին հասկանալ, ինչ են տեսնում։ Վիկտորը կանգ առավ նախադասության կեսից, շուրջը նայելով մի արտահայտությամբ, որը արագորեն փոխվեց շփոթմունքից տագնապի։ Ինչ է կատարվում, գոռաց Անուշը տեսալսողական համակարգի համար պատասխանատու տեխնիկներից մեկի վրա։ Անմիջապես անջատեք այդ էկրանները։ Բայց արդեն ուշ էր։ Պատկերները շարունակում էին հայտնվել, այժմ արդեն ուղեկցվելով ձայնագրություններով, որոնք Պետրոսը վերականգնել էր անվտանգության համակարգի պահուստային պատճեններից։ Ֆլորայի ձայնը հստակ լսվում էր, նկարագրելով աշխատակիցներին ստորացնելու մեթոդները, որին հաջորդում էր Մարկոսի ձայնը, քննարկելով խնդրահարույց մարդկանց կառավարելու ձերը։ Սրահի սկզբնական լռությունը խզվեց շոկի վրդովմունքի աճող շշուկներով։ Լրագրողները սկսեցին ամեն ինչ ձայնագրել իրենց հեռախոսներով, քաղաքական գործիչները շշնջում էին միմյանց հետ տագնապած դեմքերով, իսկ աշխատանքային կազմակերպությունների ներկայացուցիչները հետում էին ապացույցներին քարացած սարսափով։ Սա կեղծիք է, գոռաց Վիկտորը, փորձելով հետ բերել իրավիճակի վերահսկողությունը։ Ինչ-որ մեկը փորձում է մեզ զրպարտել կեղծված փաստաթղթերով։ Բայց նրա հերքելու փորձը անմիջապես հերքվեց, երբ էկրանները սկսեցին ցուցադրել տեսագրություններ հենց առանձնատան անվտանգության տեսախցիկներից։ Այնտեղ Մարկոսը դիտավորյալ կոտրում էր թանկարժեք բաժակը աստղիկին ստորացնելու համար, Ֆլորան պարզ ուղումը վերածում էր հոգեբանական տանջանքի դասի, Անուշը հրամայում էր անհամաչափ պատիժներ այն աշխատակիցների համար, ովքեր չնչին սխալներ էին թույլ տվել։ Սրահում քաոս պայթեց։ Հյուրերը վեր կացան իրենց սեղանների շուրջից, ոմանք ուղղվեցին դեպի ելքերը, մյուսները մոտեցան էկրաններին, ապացույցները ավելի լավ տեսնելու համար։ Լուսանկարչական ապարատների լույսերը սկսեցին թարթել աստղերի պես, որսալով Ալեքսանյան ընտանիքի անդամների շոկի սարսափի արտահայտությունները։ Ինչպես եք համարձակվում, գոռաց Ֆլորան, նրա ինքնատիրապետումը վերջնականապես փլուզվեց։ Դուք չգիտեք, ում հետ գործ ունեք։ Հենց այդ ժամանակ նա նկատեց Օֆելիային սրահի մուտքի մոտ, ով հետում էր քաոսին բավարարվածության վճռականության խառնուրդով։ Ֆլորայի աչքերը սեղմվեցին, երբ նրա դեմքին տարածվեց ճանաչման նշանը։ Դու, ասաց նա, մեղադրող մատը ուղղելով Օֆելիայի կողմը։ Ես գիտեի։ Դու այն չես, ում ծանում ես։ Օֆելիան գիտեր, որ իր քողարկումը բացահայտվել է, բայց նրան դա այլևս չէր հետաքրքրում։ Ծրագիրը աշխատել էր, ապացույցները բացահայտված էին, ոչինչ, որ Ալեքսանյան ընտանիքը հիմա կաներ, չէր կարող կանգնեցնել ճշմարտության տարածումը։ Ժամանակն էր իր առաքելության վերջին փուլի համար։ Մինչ Ֆլորան մեղադրանքներ էր գոռում, փորձում էր անվտանգության աշխատակիցների ուշադրությունը հրավիրել Օֆելիայի վրա, աղջիկը լուր հեռացավ շփոթված ամբոխից ուղղվեց դեպի երրորդ հարկ տանող աստիճանները։ Գլխավոր սրահի քաոսը ապահովում էր կատարյալ շեղումը, որն իրեն պետք էր Անիին հասնելու համար։ Առանձնատան սահմանափակ տարածքը լիովին դատարկ էր, ինչպես Պետրոսը նախատեսել էր։ Բոլոր աշխատակիցները անվտանգության մարդիկ զբաղված էին ներքի հարկի ճգնաժամով, թողնելով վերին միջանցքները բացարձակ լռության մեջ։ Օֆելիան վազեց ծանոթ միջանցքներով մինչ այն սենյակը, որտեղ պահում էին իր քրոջը։ Անին արթուն էր, երբ Օֆելիան ներս մտավ, նրա աչքերը ավելի պարզ էին, քան եղել էին շաբաթներ շարունակ։ Օֆելիա, ասաց նա դեռ թույլ ձայնով, բայց միանշանակ ավելի զգոն։ Կարողացա լսել ներքի գոռոցները։ Դու դա արեցիր, չէ՞։ Մենք դա արեցինք, ուղղեց Օֆելիան, վազելով օգնելու քրոջը վեր կենալ մահճակալից։ Հիմա հեռանում ենք այստեղից։ Բայց երբ փորձեցին դուրս գալ սենյակից, տեսան Անուշին երկու անվտանգության աշխատակիցների, որոնք փակել էին դուռը։ Ալեքսանյան ընտանիքի մայրապետը նայում էր երկու քույրերին զայրույթի մի բանի խառնուրդով, որը գրեթե հիացմունք էր հիշեցնում։ Նույնական երկվորյակներ, ասաց Անուշը դանդաղ։ Պետք է հենց սկզբից կասկածեինք։ Նմանությունը չափազանց կատարյալ էր պատահականություն լինելու համար։ Ճանապարհ տվեք, ասաց Օֆելիան, կանգնելով Անուշի Անիի արանքում։ Վերջացավ։ Հիմա բոլորը գիտեն ճշմարտությունը։ Ճշմարտությունը, ծիծաղեց Անուշը, բայց դա դառը հուսահատ ծիծաղ էր։ Ճշմարտությունն այն է, որ դուք երկուսով կործանեցիք տասնամյակների աշխատանքը։ Ճշմարտությունն այն է, որ դուք գաղափար չունեք ձեր արածի հետանքների մասին։
Միակ հետանքները, որոնք մեզ հետաքրքրում են, ասաց Անին, ուշ գտնելով կանգնելու քրոջ կողքին, այն հետանքներն են, որոնց դուք կառերեսվեք այն ամենի համար, ինչ արել եք այստեղ աշխատած մարդկանց հետ։ Անուշը երկար ժամանակ ուսումնասիրեց երկու երիտասարդների վճռական դեմքերը։ Հետո զարմանալիորեն նա նշան արեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռանան դռան մոտից։ Գնացեք, ասաց նա հոգնած ձայնով։ Նախքան ես կփոխեմ միտքս։ Քույրերին երկրորդ հրավեր պետք չեղավ։ Նրանք վազեցին միջանցքներով իջան։ Աստիճաններով դեպի այն քաոսը, որը դեռ տիրում էր առաջին հարկում։ Գլխավոր սրահը վերածվել էր մի տեսարանի, որտեղ լրագրողները ագրեսիվ հարցեր էին տալիս, հյուրերը վրդովված բացատրություններ էին պահանջում, իսկ նախկինում հզոր ընտանիքը հուսահատորեն փորձում էր վերահսկել մի իրավիճակ, որը լիովին դուրս էր եկել վերահսկողությունից։ Պետրոսը Աստղիկը գտան քույրերին գլխավոր մուտքի մոտ։ Պետք է հիմա հեռանանք այստեղից, ասաց Պետրոսը։ Ոստիկանությունը ճանապարհին է, երբ գան, կուզենան բոլորիս հետ խոսել։ Ոչ, ասաց Անին, զարմացնելով բոլորին իր հաստատակամությամբ։ Մենք չենք փախչելու։ Այս անգամ մենք կմնանք կպատմենք պատմության մեր տարբերակը։ Պատշաճ կերպով։ Երբ ոստիկանությունը ժամանեց, նրանք գտան մի սրահ, լի վկաներով ապացույցներով, որոնք անհնար դարձրին սկանդալը անտեսելը կամ լռեցնելը։ Բազմաթիվ լրատվամիջոցների լրագրողներ ամեն ինչ փաստաթղթավորել էին, ներկա քաղաքական գործիչները ստիպված եղան հրապարակայնորեն դիրքորոշում հայտնել բացահայտումների վերաբերյալ, իսկ աշխատանքային իրավունքների կազմակերպությունները արդեն դատական հայցեր էին պատրաստում նախքան գիշերվա ավարտը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Ալեքսանյանների կայսրությունը փլուզվեց ապշեցուցիչ արագությամբ։ Վիկտորը հեռացվեց իր ընկերություններից, Անուշը մեղադրանքներ ստացավ աշխատանքային հանցագործություններին մեղսակից լինելու համար, իսկ Մարկոսը Ֆլորան պարզեցին, որ իրենց սոցիալական ազդեցությունը անհետացել է մեկ գիշերվա մեջ։ Առանձնատունը բռնագրավվեց որպես հաջորդող իրավական հետաքննությունների մաս։ Անին լիովին ապաքինվեց երկարատ քննեցման հետանքներից, թե շաբաթներ պահանջվեցին, որպեսզի նրա հիշողությունը կենտրոնացումը վերադառնան նորմալ վիճակի։ Ապաքինման ընթացքում նա Օֆելյան աշխատեցին իշխանությունների մարդու իրավունքների կազմակերպությունների հետ, պաշտոնապես փաստաթղթավորելու բոլոր այն չարաշահումները, որոնց ականատես էին եղել, որոնց ապացույցները հավաքել էին։ Աստղիկը, Պետրոսը, Ղուկասը դարձան հաջորդող դատական գործերի հիմնական վկաները, նրանց տասնամյակների լռությունը վերջապես խզվեց այն համարձակությամբ, որը քույրերը ցուցաբերել էին։ Առանձնատան այլ նախկին աշխատակիցներ նույնպես սկսեցին խոսել, բացահայտելով չարաշահումների օրինաչափություններ, որոնք ձգվում էին տարիներով։ Վարդուհին, երբ վերջապես իմացավ այն ամենի մասին, ինչի միջով անցել էին իր դուստրերը, սկզբում սարսափեց այն ռիսկերից, որոնց նրանք դիմել էին։ Բայց երբ հետաքննությունների միջոցով ջրի երես դուրս եկավ ճշմարտությունը նա իր սեփական փորձի մասին, նա հասկացավ, որ իր դուստրերը արել են այն, ինչ ինքը չէր կարողացել անել 2 տասնամյակ առաջ, լռությունը վերածել արդարության։ Այն ամենամյա պարահանդեսից 6 ամիս անց, որը փոխեց ամեն ինչ, Անին Օֆելյան հանդիպեցին նախկին Ալեքսանյան առանձնատան առջ, որն այժմ լիովին վերանորոգված էր, իսկ մուտքի մոտ կար մի նոր ցուցանակ, որի վրա գրված էր. Հաստատությունների կողմից չարաշահման զոհերի աջակցության վերապատրաստման կենտրոն, Վարդուհի դուստրեր հիմնադրամ։ Կարծում ես, մայրը կհպարտանար, հարցրեց Անին, հետելով երիտասարդներին, ովքեր մտնում դուրս էին գալիս այն շենքից, որը նախկինում եղել էր ճնշման խորհրդանիշ։ Կարծում եմ, նա արդեն հպարտանում է, պատասխանեց Օֆելյան։ Եվ կարծում եմ, վերջապես հասկացանք, թե նա ինչ նկատի ուներ, երբ մեզ սովորեցնում էր երբեք չվստահել նրանց, ովքեր ժպտում են բարձունքից։ Բայց նա երբեք չդադարել պայքարել, փոխելու համար այն, ինչ այնտեղ վերում է, լրացրեց Անին, մեջբերելով խոսքի նոր տարբերակը, որն այժմ զարդարում էր կենտրոնի մուտքը։ Երկու քույրերը միասին քայլեցին դեպի դարպասը, որտեղ Վարդուհին սպասում էր նրանց մի ժպիտով, որը կրում էր վերջապես լույսի ներքո բացահայտված 20 տարվա գաղտնիքները։ Առաջին անգամ այն օրվանից, ինչ նա տարիներ առաջ հեռացել էր Ալեքսանյան առանձնատնից, նա իրեն իսկապես ազատ էր զգում։ Արը մայր էր մտնում այն բլուրների հետում, որոնք մի օր թաքցրել էին մութ գաղտնիքներ, բայց այժմ լուսավորում էին մի նոր սկիզբ ոչ միայն 3 կանանց, այլ բոլոր այն մարդկանց համար, ովքեր համարձակություն էին գտել լռությունը վերածելու ձայնի, վախը, գործողության, իսկ անարդարությունը՝ հույսի։ Պատմության ավարտ սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Օֆելիայի պատմությունը դիպչեց ձեր սրտերին, ցույց տվեց, թե ինչպես երկու քույրերի համարձակությունը կարող է փոխել անհաղթահարելի թվացող անարդարությունները։
Եթե այս պատմությունը ձեր մեջ հույզեր արթնացրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ պատմությունների համար, որոնք հետազոտում են մարդկային ոգու ուժը դժվարությունների առջ։ Հավանեք տեսանյութը, եթե երկվորյակների ճանապարհորդությունը ձեզ ոգեշնչեց, մեկնաբանություններում պատմեք մեզ ձեր կյանքի այն պահերի մասին, երբ ստիպված եք եղել ընտրություն կատարել լռության համարձակության միջ։ Ձեր անձնական պատմությունները հարստացնում են մեր համայնքը, հիշեցնում մեզ, որ մեզնից յուրաքանչյուրը ուժ ունի փոփոխություն բերելու։ Կհանդիպենք հաջորդ պատմության ժամանակ, որտեղ կշարունակենք բացահայտել այն անքակտելի կապերը, որոնք մեզ միավորում են որպես մարդկային էակներ։